Ողջույն բոլորին։ Մենք արդեն սկսենք, թեև շատերը դեռ խցանումների մեջ են այս ժամին, բայց հուսանք շուտով մեզ կմիանան։ Եվ չարաշահելով նաև ձեր ժամանակը, ողջունում եմ բոլորին եւ շնորհակալ եմ մեր այսօրվա կոնֆերանսին մասնակցելու համար։ Նշեմ, որ առհասարակ ինչի համար ենք այստեղ հավաքված եւ ինչ ենք այսօր անելու, հա։ Այսօրվա մեր նպատակն է հասկանալու դիջիտալ մարքեթինգի նկատմամբ մեր պատկերացումները, ինչպես նաև ինչու՞ չէ նաև փոխելու այն պատկերացումները, որոնք մինչ օրս թերի են մեզ մոտ։ Եվ ի շնորհիվ մեր խոսնակների, ովքեր կարողացան իրենց ժամանակը տրամադրել, այսօր բոլորդ ունեք հասանելի հնարավորություն նրանց հետ կիսելու իրենց փորձը եւ ընթացքում հարցեր տալու։ Հարցեր տալու համար դուք ունեք QR կոդեր, հա, որոնք կարող եք ամեն թեմայի ընթացքում այդտեղով մտնել եւ տալ ձեր հարցերը։ Ամեն թեմայի վերջում ես կկարդամ ձեր հարցերը եւ կլինի հետաքրքիր քննարկում։ Նշեմ, որ այս կոնֆերանսը մեր համար Persona Business Ակադեմիայի համար առաջին թվով մեկ կոնֆերանսն է եւ խոստանում ենք, որ նման կոնֆերանսները պարբերական կլինեն եւ ավելի հետաքրքիր թեմաներով։ Եվ ինչ սկսենք արդեն։ Շնորհակալություն հայտնելով մեր խոսնակների, ներկայացնեմ եւ հրավիրեմ արդեն քննարկման։ Մեր առաջին խոսնակն է TCF ընկերության համահիմնադիր, Freelance հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։ Մեր երկրորդ խոսնակն է The Business Rover ընկերության համահիմնադիր Ռոման Դանելյանը։ Եվ վերջին խոսնակն է Persona Group ընկերության համահիմնադիր, Persona Business Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը։ Դե ինչ, երևի թե սկսենք ընդհանուր հարցերից եւ ավելի կխորանանք ավելի մասնավոր հարցեր։ Առաջին հարցս, որը ուղղված է մեր բոլոր խոսնակներին, հա, թվային մարքեթինգն այսօր 2015 թվական, 18 թվական, 2023 թվական։ Ինչ է փոխվել դիջիտալ մարքեթինգում։ Հայաստանում մենք հիմնականում օգտվում ենք Facebook եւ Instagram հարթակներից։ Կա արդյոք առաջընթաց ներքին շուկայում։ Ինձ նայեցի, երևի հանգամից ես սկսեմ։ Նախ շնորհակալություն, որ բոլորդ եկել եք։ Կարծում եմ հետաքրքիր շատ զրույց ունենանք եւ շատ բաներ կքննարկենք, որը համ իրականում մեզ է հետաքրքիր ձեր կարծիքը, համ էլ հակառակը։ Հարցի հետ կապված միանգամից թե ինչ է փոխվել, իսկը բավականաչափ բան փոխվել է, բայց պետք է ամեն ինչի նկատմամբ իսկը անկեղծ լինել եւ հասկանալ ֆունդամենտալ մեծ փոփոխություն մենք իրականում ունեցել ենք, թե ոչ։ Ես կասեի երևի տենց մասսան, հա, եւ դրա ըստ իս միակ պատճառը IT ընկերությունների աճն է Հայաստանում, որ բավականաչափ տենց 15 թվականից սկսեց շատանալ, եւ այդ հիման վրա մի քիչ պատկերացումները, նաեւ մոտեցումները, աշխատանք հենց բուն, հա, նաեւ թուլքիթը գործիքակալումը սկսեց փոխվել, որի հիման վրա արդեն փոքր սկսեց աճել արդեն թվային մարքեթինգը եւ իհարկե դա լայն մասաների մասին չեմ խոսում եւ հենց այս կոնֆերանսի նպատակը կարծում հենց դա է լայն մասաներին հասցնել թե ինչ ֆունդամենտալ փոփոխություն է եղել եւ ինչեր է պետք փոխել։ Ես եմ համաձայն, իհարկե այն գլոբալ փոփոխությունները, որ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա ու որոշակի այսպես մի քիչ հետընկած կամ մի քիչ շատ հետընկած մեկը գալիս հասնում են Հայաստան ու կարծում եմ, որ այո, նկատելի է որոշակի փոփոխություն Հայաստանի թվային դիջիտալ մարքեթինգի ոլորտում մենք նկատում ենք, որ հենց մեկ այս կոնֆերանսները ավելի շուտ են կազմակերպվում, ավելի բարձր որակի են կազմակերպվում, այս ամեն ինչը ինֆորմացիայի փոխանցման աղբյուր է, որը իր արդյունքը եւ իր հետևանքները ունենում է։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ այսօր մեզ բարդ է վիճակվել գտնվելու այսպես համաշխարհային շատ խոշոր փոփոխությունների կիզակենտրոնում ու պետք է կարծում եմ ավելի արագ ու ավելի օպերատիվ
կպած լինել համաշխարհային տենդենսներին ու նաև կիրառել այն նորարարությունները, որոնց որ տեղի ունենում ամբողջ աշխարհում, հա, որովհետև կարծում դրանք ամեն դեպքում մինչև գալիս թարգմանվում են մի քանի լեզուներով, հետո թարգմանվում են հայերեն, արդեն իրանց արդիականությունը կորցնում են։ Ես երևի սկսեմ մի հատ շատ փոքր օրինակից, որը այդպես 2 օր առաջ նկատեցի, որը շատ մեծ բան փոխեց իմ մեջ, թե Հայաստանում իրականում ինչա փոխվել է թվային մարքեթինգի դաշտում, բան է անում, կայք է մտել, որտեղ townhouse-ներ էին վաճառում, ինչ-որ կառուցապատող էր, չեմ հիշում անունը, բայց նկատեցի, որ հենց ես կայքի փակեցի դուրս եկա, իրանք ռեթարգեթինգ էին միացրել ու ես social media-ում սկսեցի տեսնել իրենց advertisement-ը, որը իրականում ոչ թե դրանց ինչ-որ շատ նորություն է թվային աշխարհում, այլ իրականում քիչ ընկերություններ կան իմ կարծիքով, որ Հայաստանում retargeting են անում, օրինակ կայք մտած այցելուների վրա, որը աշխարհում շատ, այսպես ասած, զարգացած է, ու շատ ուրախ էի, որ տեսա հենց այդպիսի ոլորտում է, որ retargeting-ը աշխատում է։ Ու այս օրինակը ու ոչ միայն է ինձ բերում այն մտքին, որ իրականում Հայաստանում շատ բան փոխվել ու դեպի լավը, ու ես կարծում եմ, որ թվային մարքեթինգը Հայաստանում այն փուլում է գտնվում, երբ մենք պետք է չի ակնկալենք շատ ինչ-որ թույն արդյունքներ, այսինքն այնպես չի, հա, որ թվային մարքեթինգը Հայաստանում արդեն հասել է այն լեվելին, որ մենք պիտի ասենք ընտիրա, ոնց որ չունենք տեղ գնալու առաջ, բայց ես կարծում եմ, որ տեմպերը ու քայլերի մեծությունը այնպիսին են, որ մենք շատ բոլորս լիահույս ենք, որ ինքը կգնա առաջ ու նաև այն սահմանափակումները, որ կա հենց Հայաստանի մասով, կլինի դա targeting-ի option-ները, հա, social media-ում կլինի դա SEO-ի գրեթե բացակայությունը Հայաստանում, որը ինչ-որ օր երևի կկարգավորվի, ես միշտ այդ մասին խոսելուց նշում եմ ամենամեծ խնդրի մասին, որ SEO-ն օրինակ Հայաստանում այդքան շատ հայկական շուկայի մասին է, հա, խոսքը, այդքան զարգացած չի, որովհետև մենք չունենք այդքան հայալեզու կոնտենտ, մենք ունենք որոշակի վեբսայթեր, հա, որոշակի կատեգորիաներ, որտեղ կա կոնտենտ, որի համար պետք է SEO անել, բայց դրանք այդքան շատ չեն ու դրա համար երբ խոսում ենք SEO-ի մասին օրինակ, մենք միանգամից գնում ենք դրսի շուկա։ Այ խոսեցիք դուք խնդիրների մասին, հա, իսկ ինչ կասեք digital marketing-ի պատկերացումների նկատմամբ խնդիրներից, արդյոք Հայաստանում ճիշտ են պատկերացնում, թե ինչ է առհասարակ digital marketing-ը։ Պատկերացումները ևս իմ կարծիքով բավականին մեծ առաջընթաց են ապրել, որովհետև եթե ժամանակին օրինակ գործատուն կարող է գնալ ինչ-որ մասնագետի մոտ, ով պարզ չի մարկետոլոգ է, թե ուրիշ մասնագետ է, բայց քանի որ գիտի մի քանի տենց basic, չգիտեմ, բաթմներ եւ այլն, միանգամից այդ մարդը սկսում է դառնալ, այսպես ասած, հրաշագործ այդ business owner-ի համար, որ մի քանի գովազդ է միացել, ես կարծում եմ 2022-ին, 2023-ին էլ ինքը շատ մեծ առաջընթաց ապրեց ու մենք արդեն տեսնում ենք ավելի զարգացած, ավելի շատ ինֆորմացված գործատուների, ովքեր ավելի լավ են կարողանում պատկերացնել ու նաև ներկայացնել, թե ինչ խնդիր են ուզում, որ մարքեթինգը իրենց համար լուծի։ Գործատուից շատ բան է իրականում կախված, կան մասնագետներ, ովքեր կարող են ուղղակի ամիսներ շարունակ գումար չարժանալ ինչ-որ սերվիսի համար, բայց այնպիսի basic բաներ բաց թողան իրենց campaign-ների մեջ, իրենց աշխատանքի մեջ, որ դրանք ուղղակի աններելի են ու իրենք այդպես ոնց որ օգտվում են գործատուի ոչ այդքան շատ ինֆորմացված լինելուց։ Տիգրան, դուք ինչ կասեք պատկերացումներից digital marketing-ի մասին։ Ինձ թվում է պատկերացումները պահանջարկետ ուղիղ կապ ունի ու նաև կապ ունի թվային մարքեթինգի ինչ-որ չափով գործիքակազմի սահմանափակումների հետ Հայաստանում, որտեղ մենք գիտենք, որ բավականաչափ բաներ կան, թե լեզվի հետ կապված, թե account-ի հետ կապված, որ թվային մարքեթինգը չենք կարողանում օգտագործել եւ հենց այդ պահանջարկը նաեւ ձևավորվում է կարծում եմ հենց դրանից, այսինքն եթե չենք կարող դա օգտագործել ավտոմատ չենք սովորում, չենք անում, չենք կիրառում, դա մեզ պետք չի, ավտոմատ արդեն պահանջարկը գալիս է այլ ձև եւ պահանջարկը ձևավորվում է այդ բան ինչ որ այսպես աշխատում է, ինչ որ կա, հա, դա իհարկե խոսքերում է ներքին շուկայի մասին։ Արտաքին շուկայում ընդհանրապես տենց չի, որտեղ արտաքին շուկայում նման տեսակ вообще խնդիր չկա
եւ կապված պահանջարկը եւ այն ինչ որ պետք է մատուցել լիարժեք հավասար են, այսինքն մենք երբեք խնդիր չենք ունենա արտաքին շուկայի հետ աշխատելուց, ինչ որ սահմանափակումների թվային մարքեթինգի ոլորտում եւ հենց պահանջարկներ կարող է անգամ այնպեսին լինի, որ օրինակ չկարողանաս բավարարել կամ չկարողանաս այդ ծառայությունը մատուցել, որտեղ օրինակ կարող քիչ է շփվել կամ ասենք լավ ծանոթ, չէ՞, նույն ռոմանտիկ օրինակը նույն թարգետինգի հետ կապված ամենապարզ օրինակն է, որ եթե նոր սկսել են անել ու այդ նոր այդ աճիկը, այսինքն պահանջարկը այնքան քիչ է նման տեսակ ֆորմատի նկատմամբ եւ նաեւ գիտելիքն է քիչ նման մասնագետների մոտ, քանի որ այդ պահանջարկը չկա։ Դրա համար չեն անում եւ դա իհարկե շատ ուժեղ ազդում է։ Ես կարծում եմ, որ IT ընկերությունները Հայաստանում շատանալով եւ նաեւ ներսի ընկերությունները, որ ներսի շուկայի վրա են աշխատում, շատ մեծ դեր կխաղան պահանջարկի մակարդակը ավելի բարձրացնելու եւ ավելի բարձր մակարդակի մասնագետներ ուզելու համար։ Շնորհակալություն Տիգրան, Նարեկ, դուք ինչ կասեք։ Ես նախ ոնց որ հարցը կբաժանեմ երկու մասի, որովհետեւ digital marketing-ի մեջ մի հատ կարևոր կոմպոնենտ կա, որը հենց մարքեթինգն է, հա։ Ու շատ հաճախ digital marketing-ը այդ ուղղակի մարդիկ պատկերացնում են, որ այսպես ստանդարտ ինչ-որ գործիքակազմի կիրառումն է, կամ որ այդ գործիքակազմի տիրապետում ես, դու digital marketer ես, բայց դա կարևոր keyword-ը այդ մարքեթինգն է, ոչ թե digital-ը, իմ կարծիքով էլի, հա, որովհետև անկախ նրանից digital-ը թե physical-ը, մարքեթինգը այդ շատ ուղիղ կապված է հոգեբանության հետ ու հաճախորդի հոգեբանությունը հասկանալու հետ ու իսկ digital marketing-ը դա ուղղակի տեխնիկա է կամ տեխնոլոգիա է, փոխանցման միջոց է, որտեղ դու կարողանում ես ուղղակի scale անել կամ տվյալները ավելի այսպես էֆեկտիվ Հայաստանում նստած, Ամերիկայում նստած մարդկանց փոխանցես, հա։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք սկսենք ֆունդամենտալ պատկերացում ունենալ ընդհանրապես մարքեթինգի մասին։ Այստեղ էլի եմ կրկնում, որ շատ կարևոր է ֆունդամենտալ հոգեբանություն հասկանալ, հա, ով որ ուզում է digital marketing-ով զբաղվի, ես առաջինը խորհուրդ եմ տալիս կարդալ Ռոբերտ Չարդինի Influence գիրքը, որտեղ այդ ձեզ հնարավորություն կտա հասկանալու ընդհանրապես հաճախորդի հոգեբանությունը, իսկ digital component-ը այդ տեխնիկա է, այդ սովոր է, այդ հեշտ է կարելի ասել, այն մյուսն է շատ դժվար։ Digital marketing-ը ինքը ուղղակի մեթոդ է, ինքը ուղղակի միջոց է ավելի մեծ մարդկանց, ավելի շատ էքսպերիմենտներ անելու, բայց գաղափարները իրանք պետք է լինեն հեղափոխական, իրանք պետք է լինեն ուղղված նպատակային, թիրախային հաճախորդներին, ու եթե այդ ամեն ինչը ոնց որ ձեր մոտ լավ մտածած մշակած չի, ոչ մի մարքեթինգ չի աշխատի, ուզում ես digital լինի, ուզում ես ասենք, չգիտեմ, ամենա ChatGPT-ի վրա կառուցված plugin լինի, հա, այդպես։ Իսկ ասացիք աշխատանքի հետ կապված, հա, օրինակ դուք ձեր աշխատանքում ինչ գործիքներ եք digital marketing-ի օգտագործում եւ ձեր կարծիքով Հայաստանում որոնք են ավելի տարածված եւ արտասահմանում որոնք են տարածված սուտ գործիքների մասով digital marketing-ի։ Դե գործիքները ոնց որ շատ են, գործիքները կախված են հարթակներից առաջին հերթին, այսինքն որտեղ մենք ոնց է սկսում, առաջի հերթին մենք անալիզ ենք անում, թե որտեղ է գտնվում մեր թիրախային հաճախորդը, հա, եթե մենք գտնում ենք, որ թիրախային հաճախորդը գտնվում է հենց այս սենյակում, մենք ինչ-որ ձև կգտնենք իրան ինֆորմացիա փոխանցելու, կամ երբ որ այս սենյակից դուք դուրս գաք, դուք կտեսնեք ինչ-որ գովաստ մեր մասին։ Այսինքն ամենամեծ խնդիրը հայտնաբերել որտեղ է ձեր հաճախորդը։ Երբ որ դու հայտնաբերում ես հաճախորդին, ինքը գտնվում է Facebook-ում, LinkedIn-ում, չգիտեմ, Pinterest-ում, թե TikTok-ում, այդ ժամանակ արդեն գործիքակազմը փոխվում է համապատասխանաբար այն հարթակի, որտեղ որ այդ հաճախորդը գտնվում է, ու մնացած ոնց որ արդեն օպտիմիզացիայի ու արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներ են։ Ես եթե թույլ կտաք Նարեկին նախկին մտքից մի հատ հավելում եմ ուզում անեմ ու ուզում եմ բոլոր ուշադրություն էլի մի անգամ վերադարձնեմ այն մտքին, որ Նարեկը ասեց պետք է հեղափոխական գաղափարների վրա շատ աշխատել։ Այստեղ ոնց որ կան դժվարություններ ևս, որովհետև եթե դուք որևէ ընկերությունում թեք ուզում եք ինչ-որ ֆանտաստիկ գաղափար, ու իսկ հիմա Հայաստանում մանավանդ քիչ ընկերություններ կան, որտեղ օրինակ էքսպոյին պատող ներկայանալը չէր ընդունվի, երևի մեծ մասում ուղղակի այդպես ասելու են չէ, գնացեք ստանդարտ տաղավար պատրաստեք, հա, դա դժվարություն է ու չելենջ է, որ որպես մարքեթինգի մասնագետ նաև պետք է կարողանալ այդ ամեն ինչը ճիշտ ձևավորել եւ ներկայացնել, չգիտեմ, գործատուն կլինի, CEO-ն կլինի, թե մենեջերը կլինի, այսինքն
այնպես չէ, որ մի օր ձեր գլխում այդ միտքը ծնվի, դուք տենց մի անգամից կարող եք գնալ ու իրականացնել ու այդտեղ էլ ասենք կասեք, բայց մենք ունենք հեղափոխական մտքեր, բայց դրանք չստացվեց իրականացնել։ Ու այդ փորձերը ինչ որ մի քանի անգամ ձախողվելուց հետո էլ արդեն կարող եք մտածել միգուցե այդ աշխատավայրը ու այդ միջավայրը հա ձեզ համար չի ու դուք կուզեք գնաք մի քիչ ուրիշ ավելի հա հետաքրքիր կամ ավելի այնպիսի միջավայր, որտեղ այդ մտքերը կընդունվեն ու ամենակիչը կքննարկվեն ձեզ հետ, որ արդեն հասկանաք հաջորդ քայլերի մասին չեք անում։ Ես էլ երևի կոնկրետ ինչ-որ գործիքների անուններ չնշեմ, որովհետև թուլերը դրանք ինչ-որ պրոցեսներ արագացնելու, օպտիմայզ անելու և ավելի հեշտ ինչ-որ բանի հասնելու համար են, կլինի դա SEO, կլինի դա social media և այլն, հա, այդ իրականում ուստի գործիքի անունն է կարևոր, այլ դրա ճիշտ կիրառումը, որովհետև կան գործիքներ, որոնք կարող են ձեզ տանել ինչ-որ ավելի վատ վիճակի, քան դուք եք այդ բանին, հա, մարքեթինգի տեսանկյունից, ու հա, պետք է ուղղակի ճիշտ վարվել, հա, այդպես կոնկրետ ինչ-որ գործիքների անուններ էլի երևի չտա։ Եղավ շնորհակալություն։ Մինչ Տիգրանին անցնելը հիշեցնեմ, որ դուք հարցեր տալու հնարավորություն ունեք, քանի որ մեր թեմայի վերջին հարցն է սա, եւ կարող եք անցնել հղումով QR կոդով եւ գրել հարցերը, ես արդեն դրանք կընթերցեմ։ Տիգրան, գործիքների մասով ինչ կասեք։ Ես էլի ավելացում անեմ Նարեկի խոսքին։ Իրականում շատ ճիշտ կարևոր բանի մասին խոսես, digital-ի եւ մարքեթինգի part-երի մասին, այսինքն որպես առանձին նայելու եւ այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ այո մարքեթինգի այդ հիերարխիան ստեղծելը շատ կարևոր է եւ ճիշտ ձև գտնել, կարողանալ ճիշտ գտնել քո customer-ին առաջնային է, բայց նաեւ ուզում ավելացնեմ, որ գործիքակազմը շատ լավ իմանալը նաեւ ամենաօգնող հատվածներից մեկն է, այսինքն եթե օրինակ մենք լավ տիրապետենք գործիքակազմին, ապա գործիքակազմի հիման վրա կարող է նաև ստեղծվել այդ ամբողջ մոտեցումը եւ եկեք պատկերացնենք օրինակ որ մենք չգիտենք օրինակ ինչ chatbot-երի ինչ են հայ այդ ամեն ինչը եւ փորձում ենք ոնց որ առանց այդ chatbot ինչ որ հետաքրքիր մարքեթինգային կեմպեյն մտածենք եւ անենք, հա մենք ստեղ պետք է արդեն հասկանանք որ ծրագրի եւ գործիքի տիրապետումը ոչ թե միայն հեշտացնելու է process-ը, այլ նոր մտքեր է տալու եւ այդ նոր մտքերի հիման վրա արդեն ձեր նույն այդ մարքեթինգ կեմպեյնը կարա 10 անգամ ավելի լավ գնա։ Այսինքն ուզում եմ նշեմ, որ ոնց որ գործիքակազմի նաեւ կիրառությունը բացի նրանից, որ մենք մտածում ենք ինչ-որ ֆունդամենտալ թե ինչ սև կարող է հասնել, հա, շատ կարևոր է։ Դա առաջնային է, այսինքն Նարեկի խոսքի հետ կապված, որ շատ կարևոր է, ինչ կապված է գործիքակազմի, ես մեկ լավ օրինակ բերեմ, էլի US audience-ի հետ կապված, օրինակ մոտ մի շաբաթ առաջ, հիմա ես մեկ պրոյեկտ եմ անում US Singer-ի հետ, հա, եւ Orange-ի հետ, ով աշխատում է Bruno Mars-ի PR թիմի հետ, հա, Dave Cozy հետ եւ իրանց հետ վերջերս որ meet էինք անում, ես օրինակ մտածում էի, որ իրանց համար Facebook-ը, Google-ը նման տեսակ պլատֆորմները շատ առաջնային կլինի, որպեսզի ալբոմը launch անելուց կարողանան լավ տարածեն, հա։ Բայց պարզվեց, որ տենց չի եւ digital marketing-ի հատվածում իրենց միայն պետք է customer-ների լիստը եւ email marketing-ի part-ը եւ Google-ի, Facebook-ի, որտեղ դեռ iTunes-ի ու Spotify-ի մարքեթինգ պետք է արվեր, որտեղ բոլոր գործիքները просто exclude են անում ու միանգամից priority-ը եկավ email marketing-ը, հա։ Եվ այդտեղ ոնց որ data-ն է արդեն ունեն, սա զուտ օրինակը խի եմ բերում, որ կարևոր է թե ինչ պրոյեկտ է անում, դա շատ առաջնային է։ Եթե դեռ մենք ներքին շուկան գիտենք հիմնական ինչ ուղղվածություն ունի, բայց նույն պարզ Upwork-ում որ նայեք եթե ինչ-որ մարդիկ ծանոթ են, միլիոն տեսակ առաջարկներ կա e-commerce-ների հետ կապված, իրեն ինչ-որ բիզնեսների հետ կապված եւ հենց կան պրոյեկտներ, որոնց վրա դու կարաս թելադրես, թե ինչ գործիքակազմ ես ուզում օգտագործես, դու ինքդ ասես, որ սրանք ես համարում, որ պետք է։ Բայց կան պրոյեկտներ, որտեղ կամ մեկ կամ երկու կարևոր գործիքակազմ, այս դեպքում կարա email-ը լինի կամ affiliate marketing-ը լինի, որը առաջնային է։ Դրա համար կիրառման տեսանկյունից ինստանցիոն մարքեթինգի մասնակից պետք է բոլորին տիրապետի եւ հենց չի որ իրան ինչ-որ առաջարկ են անում, որ օրինակ կարանք e-commerce-ով վաճառք ապահովենք, չգիտեմ, այսքան ROAS ունենանք, ասի չէ, ես չգիտեմ, ու մենակ սկսի email մարքեթինգի հատվածով զբաղվել էլի։ Դրա համար ինձ թվում է բոլոր գործիքակազմին տիրապետելը միայն մեծ առավելություն է, տարբեր տեսակ ընկերությունները, տարբեր տեսակ պահանջարկներ բավարարելու համար։ Շնորհակալություն, Նարեկ։ Եթե թույլ տաք մի քանի հավելում անեմ, հիշեցի ես մի քանի գործիք, ինչ է ես սիրում, հա։
Ես շատ եմ սիրում անալիտիկ գործիքներ, ընդհանրապես digital marketing-ով զբաղվելուց առաջ կամ զուգահեռ առաջ երբին պետք է կարողանալ օգտագործել data անալիզանող տվյալները, գործիքները, հա, այդ ամենակարևոր բանն է, որտեղ եթե դուք պատկերացնեք ինչ է կատարվում, ինչը կարողանաք կարդալ data-ն, հա, այդ ձեզ կտա super power-ներ, ժամանակին Ford-ն ասել, որ որ իմ մարքեթինգային բյուջեի ուղիղ կեսը այսպես կորում է, բայց ես ուղղակի չգիտեմ որ կեսը, դրա համար ստիպված պետք է ամբողջ բյուջեն հաստատեմ, հիմա դու կարող եք իմանալ որ կեսը, հիմա դարաշրջանը փոխվել, դու հստակ կարող ես իմանալ թե որն է փոխվել։ Այնպես որ ես խորհուրդ կտամ մեր հանդիսատեսին անպայման օգտագործել այդ որպես մինիմում, ասենք Google Analytics G4-ը, դրանից մի քիչ ավել, չգիտեմ, clarity, amplitude, ավելի տենց խորացված անալիտիկ գործիքներ, հա, ես կտա անհամեմատ առավելություն մրցակիցների նկատմամբ, հա, ես հնարավորություն կտա հասկանալու ինչա կատարվում, ես մի հատ օրինակ հիշեցի, հիմա ես տենց պրակտիկորեն այդքան ներգրավված չեմ մարքեթինգային գործողությունների մեջ, բայց ժամանակին ես գովազդներ էի դնում, երբ որ նոր ենք սկսել մեր ընկերությունը, ու պատկերացրեք պետք է պրոմոտ անենք սենյակային բույսի աման, հա, ու բավականին ինքնարարով էր բերում, բավականին տես մի քանի միլիոն դոլար հավաքի, որ չգիտենք ինչ անենք, որտեղ սաղ աշխարհի մարդկանց, ովքեր բույս սիրում էր, գտել էինք, այդ գովազդը ցույց էինք տվել։ Ու ես Google Analytics-ը բացած ուղղակի այնքան էի խորացել ինչ-որ տարբեր հետաքրքրությունների, հոբիների, այնտեղ affinity section-ներ կա այդ ամեն ինչի մեջ, որ տենց պատահաբար չէ, այսինքն այդ ուսումնասիրությունների արդյունքում տեսա, որ այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեր ծաղիկների ինքնաջրող ամանը առնում են, սիրում են ձկնորսություն, հա, որը տենց, որ հիմա մտածում ես լոգիկայով, հա, կարող է տենց կապես, որովհետև որ մարդը ծաղիկ սիրում է, բնություն սիրում է, ծանոթ է չէ, սիրի նաև ձկնորսություն, բայց այդ այդքան հեշտ չի, երբ որ դու չգիտես։ Ու երբ որ մենք այդ տեսանք այդ անալիտիկայի մեջ, որ ձկնորսությունը սիրում ես մարդիկ, միանգամից բանը գնաց ձկնորսություն սիրողների վրա արդեն, հա, այդ նոր ոնց որ բան բացվեց, երկրորդ թիրախ բացվեց, արդեն գնաց ով էր սիրում ու այդ շատ հետաքրքիր է դարձել, ես մի հատ տենց հոդված էի գրել, թե ինչ է կատարվում այդ օրը, որտեղ վերջին օրներ ու մենք այդ օրը պետքա 1.5 միլիոն դոլար հավաքեինք ու տենց ոնց որ մի քանի 100,000 դոլար չէր ելիքում ու ոչ մի չէր հավատում, որ հնարավոր էր հասնել այդ նախագծին, հա, ու մենք ոնց որ դրա հաշվին ամբողջ թիմով sense ոնց որ շատ ինտենսիվ սաղ փողեցինք այդ ձկնորսության կողմ ու կարողացանք հասնել վերջի sense վարքյանների այն ժամացույցը, որ sense վերջի վարքյանը խփում է, այդ վարքյաններով կարողացանք հասնել իսկական sense դրամատիկ ոնց որ օրեր ու դες որ շատ է տպավորվել, բայց եկավ անալիտիկայից, հա, որտեղ անալիտիկայով մենք բացեցինք մի հատ բան, որը որ լոգիկայով մենք չենք կարող բացել։ Ու շատ կարևոր է, որ կարողանաս լավ հասկանալ անալիտիկան, այն ամենահիմնարար բաները, դրանից ավելի մի քանի քայլ առաջ գնաս, կարողանաս ավելի խոր անալիտիկ վերլուծություններ անես։ Եթե ավելացնելու բան չունեք, ես եւ եթե արդեն անցնեմ հարցերին, հա, մեկ հարց ինձ մոտ այստեղ կա։ Հայաստանում հիմնականում օգտագործում են Facebook եւ Instagram, հա, բիզնեսների համար։ Արդյոք այլ արդյունավետ գործիքներ գոյություն ունեն հայկական շուկայի համար, բացի Facebook-ից եւ Instagram-ից։ Հայկական շուկայում իհարկե կան լիքը գործիքներ ու իրականում կախված է այդ ամեն ինչը այդ product-ից։ Օրինակ դուք կարող եք օղի գովազդել billboard-ի վրա, որը կարող է ընդհանրապես էֆեկտիվ չլինի Facebook-ում, որովհետև նաև կան ինչ-որ restriction-ներ, որոնք դու չես կարող ալկոհոլ գովազդես։ Դու կարող ես ինչ-որ միջոցառման ժամանակ գովազդես այնպիսի բան, որը, չգիտեմ, Instagram-ում հնարավոր չի story գովազդի ֆորմատով ստանալ, որովհետև, չգիտեմ, չի սազում Instagram-ին։ Ու այստեղ էլի ոչ թե խնդիրը Facebook, Instagram-ն է, ուղղակի մեր բոլորի մեջ sense տպավորությունն է, որ բոլորս օգտագործում ենք Facebook, Instagram ու ուրիշ միջոց չկա, հա, ինչ-որ product գովազդելու։ Մի օրինակ եմ ուզում բերեմ այդ մասով, խոսքս TikTok-ին է վերաբերվելու ու TikTok-ը մինչ օրս շատ ընկերությունների կողմից դիտարկվում է որպես թինեյջերների ինչ-որ հավաքատեղի ու իրանք այնտեղ շատ են, մեծ ինչ-որ տոկոս են կազմում
Հա, բայց եկեք չմոռանանք, որ ցանկացած թինեյջեր տարիքի, եթե 16-17 տարեկան է, ինքը մի քանի տարի հետո դառնալու է ձեր բրենդի կամ կարող է դառնալ աշխատակից, կամ կարող է դառնալ պոտենցիալ սպառող, ու այդ ուղղությունը մանավանդ Հայաստանում դրսում արդեն իրականում շատ լուրջ բրենդներ, սկսած օդանավակայաններից վերջացրած, չգիտեմ, շատ բոլորիս հայտնի ինչ-որ բրենդներով, իրենք օգտագործում են TikTok-ը։ Ես իրոք մի անգամ օդանավակայանի ինչ-որ բան եմ տեսել, որ ինքնաթիռի ու ստյուարդեսայի հետ ինչ-որ տենց սիտուացիա է, ինչ-որ մոր են անում, պիլոտն է գալիս ընդեղ եւ այլն, չեմ հիշում որն էր կոնկրետ, բայց ինքը լայն կիրառություն է սկսում ստանալ դրսի ինչ-որ տենց բրենդների մոտ։ Ու մենք կարող ենք եւս մտածել, թե Հայաստանում ինչի հնարավոր չի, թեկուզ ոչ թե խոսքը գնում է TikTok-ում գովազդի մասին, որտեղ չունենք այդ հնարավորությունը, հասանելի չի գովազդը TikTok-ում Հայաստանում, հա, բայց մենք կարող ենք մտածել long term, ու այստեղ էլի գալիս է այն հարցը, թե ինչպես ենք մենք մոտենում մեր մարքեթինգային ստրատեգիային, կան short term լուծումներ ու long term լուծումներ, long term-երից մեկը այն է, որ էլի շատ քիչ է հանդիպում, TikTok-ում բրենդի կայունությունը ապահովելը, ու ինքը արդեն մի քանի տարվա ստրատեգիա է դառնում։ Այդտեղ էլ արդեն գալիս է էլի նախորդ միտքը, թե ինչքանով ենք ճիշտ կարողանում դրա վրա ծախսված ռեսուրսը, այսպես ասած, justify բառը հայերեն հիմնավորել, հա, հիմնավորել մեր մենեջերին, մեր CEO-ին, ում որ պետք է հիմնավորել, թե ինչի ծախսել այդ ռեսուրսը այդտեղ։ Կան ինչ-որ ծառայություններ, որ օգտվում են Հայաստանից դուրս, այսինքն ընկերություններ, որ Հայաստանից դուրս են, եւ այս ծառայությունները մատուցում են worldwide, ու կարծում եմ, որ մենք այդ ընկերություններից սկսած email-ից լիքը այլ դիջիտալ մարքեթինգի գործիքների կողմից թիրախավորվում ենք, եւ եթե մենք թիրախավորվում ենք, ապա ես կարծում եմ այն փոքրիկ սահմանափակումները, որոնք կան Google-ում Հայաստանի հետ կապված, այդ ամեն ինչ ասած եթե մի կողմ դնենք, ամբողջ գործիքակազմը թվային մարքեթինգի Հայաստանի համար կիրառելի է։ Եվ եթե մենք այդ նույն թարգետների տակ տարբեր տեսակ Google-ից սկսած, չգիտեմ, email-ով, Facebook-ով, Instagram-ով մենք ընկնում ենք այդ թարգետների տակ, ապա այդ գործիքները աշխատում են եւ նշանակում է, որ չպետք է նայել, որ Facebook ու Instagram, հա, իրանք տենց շատ ավելի ինչ-որ user-friendly վիճակով մարդիկ ավելի են շատ գնում, բայց այն բոլոր գործիքները, որ օգտագործվում են ամբողջ աշխարհում, սահմանափակումներից Հայաստանում կիրառելի է։ Եվ կարծում եմ, որ հենց պետք է օգտագործեն, որպեսզի աճի թվային մարքեթինգը եւ մեծ ընկերությունները մասնագետների մեր պահանջ չունենան։ Ինձ թվում է Հայաստանում կա շատ մեծ պոտենցիալ ու շատ քիչ է օգտագործվում, ես համար բոլորին խորհուրդ եմ տալիս, որ միանշանակ սկսեն դրանից, որտեղ շատ քիչ ընկերություններ են իրականում օգտագործում email մարքեթինգը։ Հայաստանում email մարքեթինգը այդ ասոցացվում է email-երով spam ուղարկելու հետ, ու երբ որ խոսում ես email մարքեթինգի մասին, բոլորը մտածում են, լավ դու երբ ես email-ով ինչ-որ մի բան արել, ու մտածում են, որ լավ այդ մեկը չի աշխատում, ու այդ ամենաառաջի սխալն է, որովհետև նախ դու չպետք է քո վրա դատես, կարող դու չես արել, բայց ուրիշ լիքը մարդիկ առնում են, ու տեսեք, մի հատ կարևոր բան կա email մարքեթինգի մեջ, ու առավելություն կա, մյուս բոլոր տեսակների հետ համեմատած, հա, իմ համար առաջին է դա իմիջիալոց ու իմ ամենասիրած չենդերն է երևի email-ները, ինչի համար, որովհետև ինչքան է դուք էֆեկտիվ լինեք Facebook-ում, ասենք Twitter-ում, LinkedIn-ում, ինչքան լավ ֆոլոուերներ հավաքեք, այդ ֆոլոուերները ձերը չեն։ Ու ինչ-որ մի օր, ինչ-որ մի ալգորիթմ կարող է հանկարծ sense փոփոխություն ենթարկվի ու մի վայրկյան դուք կարող եք կորցնեք իրանց, չեմ ասում ձեր account-ը փակվի, բայց կարող է չկարողանաք հասնել այդ ձեր ֆոլոուերներին, հա, դուք բոլորդ ինչ-որ չափով որ ներգրաված եք SMM-ի մեջ, թվային մարքեթինգի տարբեր բաների մեջ, ու տեսնում եք, որ տարեց տարի այդ ամեն ինչը նվազում է, հա, դու եթե ունեիր 1 միլիոն ֆոլոուեր, չես կարողանում հասնել քո ֆոլոուերներին, ու իրանք ամենակ առաջի հայացքից են քո ֆոլոուերները, բայց իրանք քոնը չեն, ու այդ հարթակի սեփականություն են հանդիսանում։ Իսկ email-ները այդպես չի, email-ները քոնն են։ Երբ որ դու email-ներով ունես ինչ-որ ակտիվ ու ուստեղ խոսքը չի գնում ինչ-որ մի դեղից email-ներ քանդելու, գտնելու մասին, հա, գտնվում է scrape անելով, ասում են քերեք բառը օգտագործել, հետո գացին շատ բաներ այն չի։ Խոսքը գնում է նրա մասին, որ մարդիկ իրանց կամքով իրենց email-ը տալիս քեզ, որ ինչ-որ բան ստանան, տեղեկատվություն ստանան, նորություն ստանան եւ այլն, հա։ Ինքը մի քանի անգամ, եթե նվազագույնը 5 անգամ ավելի շատ
առավել հասանելիություն ունի, առավել շատ կոնվերսիա ունի, ավելի մեծ ազդեցություն ունի, քան մնացած ամեն ինչը իրար։ Սպամի մասին ինչ կասեք, որ մեծամասնությունը Մեծամասնությունը սպամ չի լինում, եթե գրագետս իրականացնում այդ ամեն ինչը, այսինքն եթե մարդիկ ուզում են քեզանից ստանալ email-ները, իրանք չեն գցում սպամ։ Եթե սպամ են գցում, կարող են շուտ սխալ ես անում կամ չեն համաձայնվել այդ մարդիկ, որ իրենց ուղարկես, հա։ Բայց սովորաբար իմ համար մեկ օրը լինում է, ասենք անկախ նրանից դու ունես Facebook-ի page, Twitter-ի page, LinkedIn-ի page, ինչ, այդ բոլոր մարդկանց բերել email-ների դաշտ, որտեղ մենակ այդ դեպքում եմ ես գիշերը հանգիստ քնում, որտեղ այդ ժամանակ գիտեմ, որ ոչ մի բան չի կատարվի, եթե Gmail-ի այդ account-ը փակի, դու կարաս գնաս մեկ ուրիշ email service-ից օգտվես, հա, մեկը փակի, մենուսից կարաս գնաս, բայց արդյունքում կորուստներ չես ունենա, այնպես որ խորհուրդ կտամ ավելի ինտենսիվ օգտագործելու։ Հաջորդ հարցը affiliate marketing-ի պատկերացումը Հայաստանում եւ արտասահմանում։ Հայաստանում քիչ է շատ, ես անգամ դեռ մի 3 տարի առաջ փորձ ունեցա soft construct-ի հետ, այն ժամանակ ես մեծ email-ի դատաբազան ունեի, երբ նարեկյացի որ ասես scrapping-ը հենց տենց է ձեռքի դրել։ Իհարկե լիք պլատֆորմներ կան, բայց cold email marketing-ը վատ չի, եթե շատ չես տանջում, եթե շատ ոնց որ ասած չես հոգնածնում իրանց, բայց affiliate հետ կապված Հայաստանում այո քիչ է կիրառությունը եւ հիմնականում օգտագործում են ընկերությունները, ովքեր ավելի շատ օրինակ Facebook-ում, Instagram-ում բեթինգները շատ են օգտագործում affiliate-ը, որտեղ սահմանափակումները շատ է եւ affiliate-ով ավելի հեշտ են իրանք արդյունքի հասնում, որտեղ ինչ-որ սահմանափակումներ չկա, հա։ Դրա համար որովհետեւ sense ավելի կարճ լինի, հիմնական օգտագործում կիրառությունը դեռ Հայաստանից դուրս է կատարվում, այսինքն Հայաստանի ներքին շուկայի վրա ես շատ քիչ եմ հանդիպել, որ օգտագործեն շատ։ Հա, էլի Հայաստանում շատ քիչ են օգտագործում ու ինքը շատ մեծ պոտենցիալ ունեցող իհարկե ուղղություն է, այդ պատկերացրեք հետևյալը, հա, դուք կարող եք մի հատ բացել մի հատ բլոգ, վերցնել Amazon-ից մի քանի product գրել իրենց մասին, ձեր կարծիքը, միջակայքից, այնց օրիգինալ գրել, դուք ինչ եք մտածում այդ product-ների մասին, ու Amazon ունի affiliate link, այսինքն դուք կարող եք գրանցվել Amazon-ում, վերցնել այդ link-ը, այդ product-ների դնել ձեր կայքում, ու ձեր կայքը կլինի ոչ թե դուք նույնիսկ ամենալավ բանը affiliate marketing-ին է, որ դու չես ներդրում կատարում ապրանքների ձեռքբերման մեջ, հա, դու մենակ պետք է այդ ապրանքները վաճառես, այդքան բան, դու կարող ես վերցնել աշխարհի լավագույն ապրանքները, այնքան գումար դու կծախսել այդ ապրանքների պահեստ ունենալու մեջ, չէ՞, բայց դա պետք չի։ Դու սարքում ես մենակ կայքը, բլոգը, գրում ես քո կարծիքը, վարձում ես մի քանի այլ գրողներ, ովքեր քո հետ համապ միասին էլի այդ ամեն ինչը սարքում են ու ամենակայֆ բանը ինչի մեջ է, որ պատկերացրեք մարդիկ գալիս են, գտնում են ձեզ ինչ-որ մի ձև, ասենք այս ամբողջ digital marketing-ի արսենալը օգտագործելով գտնում են ձեր կայքը, կլիկ են անում, գրում են Amazon, բոլորը գիտեն Amazon-ը ինչա չէ, այդ նույնիսկ դուք վաճառք չեք իրականացնում այնտեղ։ Ու այնտեղ արդեն եթե մարդ գնում է կատարում, դուք ստանում եք որոշակի փոխհատուցում ու ամենահետաքրքիր բանը դրա մեջ է, որ եթե 24 ժամվա մեջ անկախ նրանից այդ մարդը ինչ է գնում, դուք մեկ այդ փոխհատուցումը ստանում եք։ Ու մենք այդպես որ շատ կայքեր ունենք նմանատիպ ու պատկերացրեք կարող եք դուք մի հատ այսպես ծաղկամանի edge ունենաք, բայց մարդը գնա ու այնտեղից ավելի մոտոցիկլետ մի քանի տասնյակ հազար $-անոց դուք հանկարծ մեկ էլ գիշերը քնած մեկ էլ առավոտ ապրանք տեսնեք դուք լիքը փող եք աշխատի, երբ որ դուք քնած եք։ Այդ շատ լավ զգացում է միջակայքից։ Ու ոնց որ ինքը նաև հակառակ ուղղությամբ կարող է օգտագործվել, այսինքն ոչ թե դուք որպես affiliate, հա, գովազդեք ուրիշ այլ ապրանքներ, նույնիսկ այդ գործիքները կարող են օգտագործել ձեր ապրանքների նկատմամբ, այսինքն եթե դուք ինչ-որ ապրանքի արտադրող եք կամ մարքետոլոգ եք, ուզում եք ավելի զարգացնեք, scale անեք, հա, affiliate marketing-ը ձեզ հնարավորություն է տալի բազմապատկելու այն channel-ները, որոնք որ դուք գիտեք։ Այսօր կան բազմաթիվ գործիքներ, newsletter-ների վրա ադապտացված, կայքերի համար ադապտացված, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց ստանալու անհատական լինքեր, այդ անհատական լինքերով իրականացնել գովազդներ կամ promotional ինչ-որ activity-ներ,
ու դուք իրենց կտաք ինչ-որ գումար, հա, ասենք պատկերացրեք, եթե դուք գովազդի վրա ծախսելու եք X գումար, այդ գումարի շատ ավելի փոքր տոկոսը չեք ծախսի գովազդի վրա, կտաք ինչ-որ մարդկանց, ովքեր իրենք կգնան անմետի իր ձևով կսկսի ձեզ գովազդել, հա, ու արդյունքում դուք մի քանի անգամ ավելի շատ արդյունք կստանաք, քան դուք կստանայիք հակառակ դեպքում։ Մի այսպիսի բան է, թե լավ Սերժան ասում է, ինչի affiliate marketing-ը զարգացած չի Հայաստանում, հա, զարգացած չի, բոլորս գիտենք, բայց ինչն է դրա պատճառը։ Իմ կարծիքով առաջինը դա այն է, որ ուղղակի դրա իմպլեմենտացիան տեխնիկապես շատ ընկերություններ միգուցե չեն պատկերացնում կամ նաև մտքային թե ինքը ինչ է իրենց ներկայացնելու, ոնց է աշխատելու։ Օրինակ չգիտեմ, ես Հայաստանում ինչ-որ բրենդ չեմ տեսել, որ իր կայքում ունենա մի հատ այնպիսի custom link, որ կփոխանցի ինչ-որ ինֆլուենսերի հետ կտանի այնպիսի խոսակցություն, որ գիտես, օրինակ, եթե դու X ես ուզում X գումար ես չարժանում ես story-ն անելու համար կամ ես reel-ը post-ելու համար, արի ես քեզ էլի վճարեմ ինչ-որ բան, կամ ընդհանրապես չվճարեմ իրականում, բայց դու եթե ունես իրականում այն ճիշտ աուդիտորիան, որի մասին մենք հիմա քննարկում ենք, հա, դու պիտի կարողանաս վաճառել, ես քեզ ավելի լավ բան եմ առաջարկում, այսինքն դու one time ինչ-որ կարճաժամկետ գումար աշխատելու փոխարեն ունեցի երկարաժամկետ անընդհատ ֆինանսի հոսք ու այս լինքը օրինակ չգիտեմ, կարող ես օգտագործել ոչ թե ռիլի մեջ, այլ ասենք շաբաթը մեկ ինչ-որ հետաքրքիր նոր պրոդուկտ ունենաս, որը կգովազդես։ Դա նախ չի արվում բրենդների կողմից եւ երկրորդն էլ շատ ինֆլուենսերներ իմ կարծիքով կամ բլոգերներ չեն համաձայնվում նույնիսկ ինչ-որ պրոմո կոդի դիմաց, որը ինֆլուենսեր մարքեթինգի դենց մի քիչ ոչ այդքան ճիշտ, բայց մասնակի իմպլեմենտացիան է, որ ինչ-որ պրոմո կոդի դիմաց օրինակ իրենք ունենան վաճառք տոկոս իրենց ապահոված վաճառքներից։ Մենք էլ այդ կողմից չեն համաձայնում, որովհետև բոլորը ոնց որ փնտրում են կարճ քեշ աշխատելու ինչ-որ միջոց։ Բայց ես կարծում եմ, որ իրոք դա ունի մեծ պոտենցիալ ու որ ասում եմ պետք է երկու կողմներ մի քիչ զիջումների գնա եւ այն մարդիկ, ովքեր դա պիտի գովազդեն ինչ-որ ձև եւ այն ընկերությունները, ովքեր պիտի տեխնիկապես այդ ամենը ստեղծեն, որ սկսի կիրառվել, այսինքն փորձ նույնիսկ չի արվում, ես ինչքան որ տեղյակ եմ։ Փոխկապակցված մի հատ հարց են ստեղ գրել, ինչպես է գնահատում Հայաստանում գովազդային արշավների որակը։ Ցածր, բավական խիստ ցածր, որտեղ եթե գովազդային արշավները նկատի ունենք ինչ-որ օգտագործում են, այս դեպքում Facebook, Instagram, ապա դա է ցածր, ու դրա մեջ մի հատ բան կա, որ ցավոք այդ ցածրը ավելի լավ է աշխատում շատ հաճախ, որը մի քիչ ավելի ուրիշ ֆունդամենտալ խնդրեմ է, հա, բայց ինչը որ արվում է եւ այսինքն եթե մենք գովազդ ենք տեսնում, որ պրոֆեսիոնալ ընկերության կողմից է տեղադրված, դա միանգամից երևում է, դա միանգամից հասկացվում է, ռեթարգետի օրինակը Ռոմանաբերից ամենահասարակ բանն է պրոֆեսիոնալ աշխատելու, որտեղ դու կհասկանաս լավ, այսինքն ճիշտ են պրոֆեն աշխատում թե ոչ, հա, իսկ ընդհանուր տեսանկյունից խիավատ ասեմ, որտեղ մի քիչ արդեն ուրիշ թեմա եմ գնում, կարծում եմ դες հարցում ենք, մենք չունենք համապատասխան, այսինքն ընդհանուր չկա համապատասխան այն կրթությունը, որը ավելի լավ որակով մասնագետներ շուկան կունենա եւ ավտոմատ գովազդների որակները կբարձրանի։ Ես այսինքն առաջնային նայում եմ այդ հիմքը, որ պետք է լավ որակով կրթություն, որպեսզի հենց այդ որ այդ գովազդներում է, այսինքն մասնագետ կլինի, թվային մարքեթինգի մասնագետ կլինի, հենց այնպես մատուցի եւ ասի, որ սա է ճիշտ եւ տենց է անի, հա, որ դրա հիման վրա արդեն կոնկուրենցիան կմեծանա իհարկե։ Ես չեմ կարծում, որ վատ է, ճիշտ ասեմ, ու այդ վատը ընդհանրապես Հայաստանի դեպքում շատ է երևում ու շատ է խոսացում, որովհետև մենք ինչ-որ մի վատ բան տեսնելուց, դենց, չգիտեմ, ես մի ամիս ժամանակ տան, բոլորս Facebook-ում post անենք, story անենք, ուսանես, օքեյ, վատը պետք է խոսացվի, բայց լավ իմաստն պետք չի մոռանալ ու իրականում մենք ավելի շատ խոսում ենք վատի մասին, որոշները երբեմն ինքնահաստատվելու միտում ունենալով, օրինակ չգիտեմ, ես վերջերս մի case տեսա, որ social media-ում, Instagram-ում ոնց որ մեկը story էր արել ինչ-որ միջոցառման տարածքների հետ կապված ու շատ վատ էր արտահայտվել, հետո այդ մարդիկ բարեշեցին, իրականում ես էլ բոլորը ճանաչում էի, բայց ամեն դեպքում մենք ինչ-որ թեթև վրիպակ տեսնելուց էլ հարկ ենք համարում ու տենց ենթադրում ենք, որ
Ես չեմ կարող ես ներեմ, հա, բարտոդից պետք է գնեմ այդ post story-անը, ու իրականում բացի ինքնով լիքը այլ կարևոր բաներ, որոնց վրա կարելի է ժամանակ ծախսել։ Ես գտնում եմ, որ Հայաստանում շատ բարձրացել է գովազդների որակը, ու իրականում գնահատական տալուց առաջ միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչ ենք ունեցել ու տարու վրա ինչա փոխվում։ Ու մի բան է, մենք քիչ ենք, վատ բանը միշտ միանգամից երևում է, լավ բանը հիմնականում կորում է ու չգիտենք էլ ինքը աշխատում է նորմալ թե չէ։ Ես Ռոմանի ասած վրա մի օրինակ հիշեցի, ես համաձայն եմ, որ Հայաստանում այսպես շատ ավելի վատ են վերաբերվում ինչ-որ սխալների, ինչ-որ բաների եւ այլն, ու այդ կարող է այսպես դեպրեսիայի բերի այն մարքեթինգով զբաղվողներին, ընկերություններին, հա, ու ընդհանրապես թեթև չեն նայում, շատ ծանր են նայում։ Ես մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, մեր ընկերությունը մի անգամ մի հատ շատ մեծ, շատ այսպես կարևոր բրենդի, մի հատ այսպես launch ունեինք, product-ի, հա, մեկնարկ ունեինք, ու հենց այդ մեկնարկային այդ իր գովազդի մեջ գրել ենք we just launched, անգլերեն launch-ը, գիտեք ոնց է գրում, AUNCH, բայց մենք սխալ ենք արել, տառը սխալ ենք արել, մենք launch, ոնց որ մենք հենց նոր launch արեցինք, ու դրել ենք այդ product-ը, ու ես ձեզ հավատացնում եմ, որ այդ գովազդը մեր ամենա արդյունավետ գովազդն էր, ու մենք այդ մինչև այդ արշավի ավարտը չհանեցինք, նախ ինչի համար, այդ ուղղակի զուտ տենց ոնց որ պրինցիպի հարց չէր։ Բոլորը մտնում էին այդ գովազդի տակ, գրում էին, որ դուք launch չեք արել, ինչ-որ հումոր էին անում դրա հետ, մենք դնում ենք իրեն պատասխանում ենք եւ այլն, իսկ Facebook-ը այդ ընկալում էր որպես engagement, ու արդյունքում իրա բարձրացնում էր վերև, տեսնում որ մարդիկ լիքը կոմենտներ են գրում այս սրա տակ, ու դες հումորային մի հատ այսպես քննարկում էր ծավալվել։ Այդ նույնիսկ հասավ դրա, որ մենք երբեմն հատուկ էինք սխալներ անում գովազդների մեջ, լուրջ եմ ասում, մտածում էինք ինչ տես կրածի սխալ կարող անենք, սխալ էինք անում, լիքը մարդ կոմենտներ գրում իրա տակ, ու արդյունքում մեր բանը օրգանիկ բարձրանում էր անհամեմատ ավելի վերև, քան մեր մրցակիցներին էր։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը, ձեր կարծիքով միջին շրջանառության ընկերությունում մարքեթինգ մենեջերը եւ թվային մարքեթինգի մասնագետը նույն մարդն է, թե դա գործատուի սխալ պատկերացումներն են։ Մարդը չեն, իհարկե, ու մեկ մարքետոլոգներս մոռանում ենք, որ ընկերություններ կան, որ երբեմն չեն ունենում այնքան ռեսուրս, որ այդ բոլոր position-ները տանջատեն, ու իհարկե դա պետք է խոսել հասկանալ արդյոք այդ մարդիկ չունեն ռեսուրս, թե չեն պատկերացնում կամ չեն գիտակցում ինչի մասին է խոսքը, սխալ պատկերացում միգուցե ունեն։ Իհարկե այդ երկու մասնագետները կարող են ունենալ շատ նման գործառույթներ։ Իհարկե թվային մարքեթինգի մասնագետը կարող ունենա ուղղակի այդ position-ը, այդ պաշտոնը ու կատարի մարքեթինգ մենեջմենթի գործառույթներ, որը լրիվ օքեյ կարող է լինի ու կախված է արդեն ընկերության ներքին կառուցվածքից։ Կան ընկերություններ, որտեղ մենեջեր position-ով մարդիկ կատարում են տեխնիկալ աշխատանք նաև ու չեն պետք չէ էլի տենց մտածել, որ մենեջերը բանա տենց սավորը կոֆե է խմում, սրան դրան ասում է սավայնարը, տենց ինքը գնում կողքի նստում է, տենց չի մենեջերի ընդհանրապես ավելի բարձր position-ի իմաստը միշտ նրանում է կայանում, որ ու իրենք ավելի բարձր են բարձրատրվում ինչի համար, որտեղ իրենք կարողանում են մարդկանց ղեկավարել, իսկ այդ ամենադժվար գործն է։ Ցանկացած ոլորտում մարդ ղեկավարող մարդը ինքը ավելի կարևոր նշանակություն ունի ընկերության համար, ու դա չի նշանակում, որ մնացածը ունեն քիչ կամ ինչ-որ այսպես ոչ բավարար նշանակություն կամպանիի համար, բայց ամեն դեպքում շատ սպეციფიկ է այդ տարանջատումը ու ընկերություններում, այո, օքեյ է, որ երբեմն դրանք են նույն մարդիկ։ Բայց պետք է ոնց որ էլի հասկանալ, քննարկել, արդյոք կա օրինակ մարքեթինգ մենեջերի կարիք թե ոչ, որտեղ էլի կներեք ընկերություններ կան, որտեղ գործառույթները իրենց պարտականությունները տարբեր են ու կարող դրա կարիքը կա, կարող է չէ։ Շնորհակալություն։ Վերջի հարցը եւ արդեն մեր թեմային ու այնուհետև կշարունակենք մնացած հարցերը, հա։ Արդյոք մեր խոսնակները ակտիվ են ՖԲ եւ ինստա հարթակներում եւ եթե այո, նպաստում է արդյոք դա իրենց գործունեությանը։ Սա մի քիչ անձնական հարց է արդեն, ձեր գործունեության եւ Facebook, Instagram հարթակների հետ կապված։ Ես ակտիվ եմ LinkedIn-ում ու միանշանակ նպաստում եմ մեր գործունեությանը։
նույնիսկ շատ ուղղակիորեն է նպաստում, որովհետև LinkedIn-ը այն հարթակն է, որտեղ ես ունեմ այսպես թիրախային audience, աուդիտորիա, ու այնտեղի ակտիվությունը շատ ուղղակիորեն բերում է նոր հաճախորդների, բերում է credibility բարձրացման, բերում է լիքը դրական առաջխաղացումների, Facebook, Instagram-ը ուղղակի տենց սիրողական մակարդակով։ Շնորհակալություն, Ռոման։ Ես ուզում եմ ակտիվ լինեմ LinkedIn-ում, բայց դեռ չեմ, որտեղ իրականում գիտակցում եմ դրա կարևորությունը ու կարծում եմ, որ բոլոր մասնագետներն էլ ու այդքան կարևոր չի, որ խոսքը գնա միայն մարքեթինգի մասին, լինեն ակտիվ, կիսվեն իրենց խորհուրդներով ու ձևավորեն network, որովհետև դա հետագայում կամ նոր ինչ-որ աշխատանքի հնարավորությունների, աշխատանքային ինչ-որ հնարավորությունների կետ կարող է հանդիսանալ, գումարած դրան կարող է ուղղակի լինի փորձի փոխանակման մի հարթակ, որտեղ դուք ունենալով համապատասխան network, փորձի փոխանակում իրականացնեք։ Ես ինչ-որ չափով ավելի ակտիվ եմ Instagram-ում, փորձում եմ այնտեղ ինչ-որ մարքեթինգային կոնտենտ տեղադրել, տարածել, Facebook-ում, այդպես։ Facebook-ը դրանց մի քիչ անհետաքրքիր է դարձել, իսկ բոլորը դրանքով։ Լուրերի համար է հիմնական։ Դա երևի արդեն հնացել է։ Շնորհակալություն, Տիգրան։ Չէ, լուրերի հետ կապված Facebook-ը իր անելիքը արեց, ինստենտ արտիկլի հետ կապված, հանեց փակեց, ասում արդեն պասիվանա բավականին։ Ես Google-ում եմ ակտիվ շատ, ու իմ օրվա երևի տենց հալա տենց կես ժամը անցնում է Google-ի մոտ, որտեղ ինչքան շատ բան մանգաս գտնես սովորես, այդքան ավելի լավ, ավելի շատ մանկի մնաս։ Facebook-ում, Instagram-ում տենց ակտիվ չեմ ես, Facebook-ում ակտիվ եմ, բայց ժամանակ առ ժամանակ։ Հիմնականում իմ ակտիվությունն է կապված է տենց ակադեմիայի հետ, այսինքն ինչ-որ դա ինչ-որ ոչ մի բան չի հետապնդում էլի, ինձ թվում է հարցը ինչ-որ նման բան ուներ, խոսույթ ուներ, բայց չէ, ոչ մի բան չի հետապնդում։ Շնորհակալություն։ Հիմա անցուկ կատարենք մեր երկրորդ թեմային, բայց խոստանում են մնացած հարցեր անպայման ընթերցել, ընթացքում։ Մեր երկրորդ թեման թվային մարքեթինգի փոխափոխման ուղին է, հա։ Մինչ այժմ դիջիտալ մարքեթինգի գործիքները մնացել են նույնը, բայց կիրառությունը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Օրինակ, օգտագործում ենք SEO, affiliate marketing, email marketing, messenger marketing, Google marketing, հա, SMM, որն է պատճառը, որ նույնիսկ այս նորարարական ժամանակահատվածում գործիքները գրեթե նույնն են, այսինքն որևիցե փոփոխություն գործիքների մեջ չկա։ Ինձ թվում է արդեն կա, ու այդ ChatGPT-ն է, ու բոլորը խոսում են այսօր ChatGPT-ից ու ճիշտ են անում, որովհետև դա համարվում է բառեզբուն իմաստով հեղափոխություն, հա։ Մենք բոլորս այսօր գտնվում ենք հեղափոխական ժամանակահատվածում ու պետք է շնորհակալ լինենք, որ մեզ բախտ է վիճակվել նման բանի ականատես լինելու։ Ես ձեզ հաստատ եմ ասում, որ ամեն 20 տարի մեկ չի նման հեղափոխություն լինում։ Դա այնպես տեխնոլոգիական ոլորտում համարվում է, որ 3 հատ հեղափոխություն է եղել, մեկը ինտերնետի այսպես կիրառություններ, երկրորդը որներով կարող ասել։ Չէ, ինտերնետը համակարգիչն ավելի շուտ կային, ինտերնետը հետո եկավ, դա կարելի ասել հեղափոխություն չէր։ Բայց մոտ ես, երկրորդը սմարթֆոններն էր, ու երրորդը համարվում է այս language-based մոդելները AI, այսինքն ChatGPT-ի հեղափոխական կամ OpenAI-ի հեղափոխական նորարարությունը, որը ներխուժելու է բոլոր ոլորտներ։ Ինքը նման է հոսանքին կամ էլեկտրականությանը կամ բույսին, հա, ինքը ինչ-որ մի ոլորտ չի իրանով, բայց ինքը բոլոր ոլորտները հեղափոխելու է։ Ու ինչքան դուք արագ մտնեք այդ թեմայի մեջ, այնքան արագ դուք կարողանաք առավելություն ունենալ այն ընկերությունների ու մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին հետ արել են ինտերնետի հետ, ովքեր ժամանակին հետ արել են մոբայլի հետ, հիմա կանեն ChatGPT-ի հետ, ես ուզում եմ դուք։ Ու նման բան, ամեն, ասենք, հաջորդ 10 կամ 20 կարող տարիներում նման բան կարող չլինի ժողովուրդ, ես ուզում եմ, որ դուք հստակ պատկերացնեք այս հնարավորության կարևորությունը, հա, պատկերացրեք 20 տարի չի լինելու, դուք 20 տարի հետո հետ եք նայելու այս օրվան ու կամ փոշմանեք, թե ինչի դուք ոնց որ չվայմեցիք ավելի շատ խորանալ այս թեմայի մեջ, կամ ուրախանաք, թե ինչքան լավ էր, որ դուք հայտնվել եք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, կարող հենց այս կոնֆերանսները ճիշտ տեղը,
ու սրա արդյունքում դուք սկսեցիք իրարել օգտագործել այն ամեն ինչը, ասենք, հիմա այս վերջերս OpenAI հայտարարեց, որ plugin-ներն ա ներմուծում, այդ plugin-ները պատկերացրեք ոնց որ iOS-ի application-ները լիներ, հա? Ժամանակին Pixar-ը շատ առաջ եկավ բոլորից, հենց նրա հաշվով, որ իրանք շատ արագ էին, մինչև բոլորը հասկացան ինչ հնարավորություններ ունեն, Pixar-ը արդեն ուներ շատ այսպես գործուն application, որի արդյունքում ինքը դարձավ այն ինչ որ այսօր կա։ Եթե չլիներ սմարթֆոնները ու չլիներ իրանց արագությունը, երևի չէինք ունենա մենք այսօր նման հիանալի ընկերություն։ Այնպես որ ես կարծում եմ արդեն կա այդ կարող ձեր հարցը։ Շնորհակալություն, Ռոման, դուք ինչ կարծիք եք։ Ես նույնպես կարծում եմ, որ այս ChatGPT-ն մի խոսքով տենց շատ կարևոր դեր կարող է ունենալ, արդեն սկսել է ունենալ, այդտեղ մի փոքր սխալ կիրառման մասով էլ պետք է մասնագետները ուշադիր լինեն, որ մինչ ChatGPT 4-ը, եթե գիտեք, ինֆորմացիան ամբողջությամբ մինչև 2021 թվականի accuracy ուներ, այսինքն դրանից ավելի նոր ինֆո ինքը չէր վերցնում, բայց ChatGPT 4-ով արդեն այդ ամեն ինչը լուծվեց ու information-ը ոնց որ up to date է մաքսիմում։ Ու այստեղ որպես մարքեթինգի մասնագետներ ես կարծում եմ, որ կլինի ChatGPT-ին, կլինի դա ինչ-որ TikTok-ը որպես արմատած նոր սոցիալական ցանց, մենք պիտի ավելի լուրջ մոտենանք մեր հաճախորդներին, այսպիսի term կա, գիտեք երբի prosumer-ներ, չէ, ժամանակին consumer-ներ են բոլորը, prosumer են դարել, որը professional սպառողն է, ինչ-որ շպատատարխով, հայերեն Prosumer-ները իրենք ավելի զարգացած հաճախորդներն են ուղղակի, ովքեր ունեն շատ ավելի մեծ պատկերացում տվյալ ինդուստրիայի մասին, տվյալ ոլորտի մասին, ու ինչի չէ նաև փորձել են այլ պրոդուկտներ ևս ու այդ ամեն ինչի հիման վրա որոշում են կայացնել, արդյոք պիտի օգտվեն ձեր պրոդուկտից, ծառայությունից, թե ոչ։ Ու ես կարծում եմ այս ChatGPT-ին, այս մնացած բոլոր տրենդները, որ այսպայն կան ոլորտում, պիտի ճիշտ օգտագործվեն նաև հաշվի առնելով այն, որ մենք այլևս չենք աշխատում այն աուդիտորիայի հետ, որը թեկուզ մեկ ամիս առաջ կարող է մեր պոտենցիալ հաճախորդը դառնալ։ Այդքան արագ ամեն ինչը փոփոխվում է, մենք պիտի ուղղակի տենց ամեն օր, ամեն ժամ հետևենք ինչ նորություններ կան, ու միշտ փորձենք տրենդի մեջ մնալ ու տենդենսները ֆիքսենք։ Շնորհակալություն, Տիգրան։ Նարեկը Ռոմանը ChatGPT-ի հետ կապված մարքեթինգի հարցով ասենց բավականաչափ բանախին ասեցի, ես երևի բուն ինչ-որ հենց հարցի վերաբերյալ գործիքակազմի հատվածով ասեմ, իսկ լիքը բան կա, ուղղակի միգուցյանից մենք էլ չգիտենք, կամ շատ քիչ է կիրառվել, կամ առայժմ այդքան ոնց որ հասանելիություն չունի, լիքը նոր բաներ կան, բայց ոնց որ ֆունդամենտալ այն հատվածը, որ չգիտեմ, campaign-ներ, email marketing, եթե իհարկե հարցը տենց միտումներ այդ գործիքակազմի, կարծում շատ ինչ-որ մեծ փոփոխություն չի եղել, որտեղ մենք ոնց որ 2010-ին էլ էինք հիմնականում նույն այդ ամեն ինչը կառավարում, հիմա էլ ենք ուզել կառավարում, բայց փոխվել է լսարանը։ Այսինքն audience-ի տեսանկյունից արդեն տվյալ գործիքները լրիվ այլ կերպ են օգտագործվում եւ չգիտեմ հիմա մի 6-հատ TikTok է ստեղծվի, մի 10-հատ է TikTok-ը նման ինչ-որ տես պլատֆորմ ստեղծի, մեր placement հասկացողությունը մնում է նույնը, այսինքն advertisement placement-ը եւ եթե sense նայենք, ապա ավելի շատ ոչ թե պետք է նայել գործիքները ինչքան են փոփոխում ու ինչքան արագ նոր բաներ են դուրս գալի, որոնք հետո ավելի են շատ սկսում կիրառվել կամ չեն կիրառվում, այդ պետք է նայել թե audience-ը ոնց է փոխվում ու ոնց պետք է ճիշտ այդ targeted audience-ին հասնելը։ Շնորհակալություն, Ռոման։ Մի փոքր բան էլ ավելացնեմ, այն մարդկանց համար, ովքեր օրինակ Google-ի գովազդներ են տեղադրում, դա հիմնականում երևի ինչ-որ դրսի շուկայի համար, Հայաստանում հայալեզու գովազդները չեն աշխատում, պետք է մի փոքր նաև միշտ խորանալ նոր հնարավորությունների վրա, որոնք կարող է մեր աչքի առաջ են, բայց մենք դրանք չենք խորանում, չենք մտածում, որ կարող է լինի։ Օրինակը շատ լավ հենց այդ ձերի մասով Bing search engine-ը, որը US-ում շատ մեծ usage ունի, ինքը եթե չեմ սխալվում աշխարհի մասշտաբով երկրորդն է որպես search engine դիտարկվում, ու հենց մեր էքսպերիմենտների արդյունքում կոնկրետ ինչ-որ վեբսայթերի համար մենք տեսնում ենք, որ Bing-ում գովազդի այդ CPC կոչվածը, cost per click-ը 3-ից 4 անգամ շատ ավելի ցածր էր, քան նույնը Google-ում, ունեն աուդիտորիայի համար։ Ու conversion rate-երի տարբերությունը տենց զգալի մեծ չէր,
բայց օրինակ ինքը շատ լավ հարթակ դարձավ վեբսայթերից մեկի համար, ու մենք սկսեցինք ոնց որ նույն US-ի աուդիտորիային, ովքեր օրինակ Bing են օգտագործում, սկսել reach լինել նաև այդ հարթակով։ Այնտեղ կա Yahoo, այնտեղ կա DuckDuckGo որպես search engine-ներ, ու միշտ պետք է ոնց որ հասկանալ միգուցե կան արդեն իսկ այնպիսի նոր բաներ, ոչ այդքան նոր, Bing-ը նոր չի իրականում, կամ ուրիշ հնարավորություն, ուրիշ հարթակներ, որտեղ դեռ էքսպերիմենտներ չեն արվել ու կարելի է այնտեղ ևս ինչ-որ բան փորձարկել։ Շնորհակալություն։ Այո, Ռոմանը խոսեց սահմանափակումների մասին եւ մեր հաջորդ հարցը հենց սահմանափակումների մասին է եւ ազդեցությունը այդ սահմանափակումների հայկական շուկայի նկատմամբ։ Օրինակ չկա մեր մոտ PayPal, չկա, այսինքն Google-ը եւ Facebook-ի monetization-ը ոչ լիարժեք են աշխատում, հա, որը բնականաբար վնաս է հասցնում մեր ներքին շուկայում։ Ձեր կարծիքը այս մասին եւ ինչ լուծում եք դուք տեսնում այս հարցով։ Ով Տիգրան, հա։ Մի քիչ բարդ է այդ լուծումը, որ մենք ասենք, որտեղ առավելից մոնետիզացիայի հետ կապված, հա, մենք կարծում եմ շատ բան կորցնում ենք եւ իհարկե ժամանակին ակտիվ եղել է, որ օրինակը վերեցիք, հիմա ակտիվ չի, բայց մենք դեռ ինքը բան կորցնում ենք, որտեղ արդեն մտածելակերպը ոնց որ սկսում է շարժվել այդ ուղղությամբ եւ սկսում է չօգտագործել այդ գործիքը ներքին շուկայի համար, հասկանալով, որ ինքը ուղղակի չի աշխատում, հա։ Փոփոխության հետ կապված թե ոնց կարելի է, ինձ թվում է ավելի շատ Google-ը sense խնդիր ունի Հայաստանի հետ ու այդ հարցը պետք է լուծել, լեզվի հետ կապված խնդիրը պետք է լուծել, որից հետո արդեն վստահ եմ, որ միանշանակ կարճի, հա, մարդը օրինակ, չգիտեմ, նույն ռոմանացած Google-ի կամպեյները դնելուց չի պատկերացնում այդ կամպեյնը вообще որտեղ պետք է գնա, որտեղ պետք է երևա ու ոնց է ինքը ցույց տալու եւ այդ ընդհանուր սխեմայից գաղափար չունի, դրա համար ինքը ավտոմատ չունի ինչ-որ ստրատեգիա, որով կարա թեկուզ ինչ-որ մի կամպեյնով ոնց որ success լինել, դրա համար նման տեսակ գործիքները, որոնք չեն աշխատում, ուղղակի պետք է ինչ-որ չգիտեմ լուծումներ գտնել, որ Հայաստանում այդ նույն PayPal-ը աշխատի, հա։ Ես օրինակ իմ եղբայրս հենց օրինակ վերեմ, ու արդեն մոտ 3 տարի է ինքը eBay-ի վաճառքներով զբաղվում ու Հայաստանի հետ կապված PayPal-ի խնդիր ունի, որտեղ չի կարողանում PayPal կոնֆիգուրացնել Հայաստանում եւ դա իրականում շատ մեծ խնդրեմ է Վրաստանով, հա, ասենք արտերկերով նման խնդիրը լուծել, որպեսզի կարողանա գումար բերի եւ սա ստացվում որ արտերկերից Հայաստան գումար բերել նաեւ սահմանափակվում է, հա, մենք չենք կարողանում, որտեղ դեպքում PayPal չէ։ Պատճառը չգիտեմ, թե չեմ աշխատում, ինքը միֆեր են խոսում, սրա համար դրա համար սենց է եղել, բայց վստահ եմ, որ PayPal-ը հենց Հայաստանում արդեն լիարժեք սկսեց աշխատել եւ մենք կարողանանք գումար կանխիկացնենք, ինքը իրականում մեծ ֆունդամենտալ փոփոխություն անելու է շուկայում ու կարողանալու ենք արդեն ավելի մանրად e-commerce-ների հետ կապված կարողանանք ավելի ազատ լինել, հա, այսքանը։ Շնորհակալություն, Նարեկ։ Տեսեք, այո, լիքը սահմանափակումներ կան, բայց ես սովորաբար կողմեմ այդ սահմանափակումները հաղթահարելու, շրջանցելու, որ Տիգրանը բերեց մի օրինակ, որ ճիշտ է, շատ սահմանափակումներ կան, բայց հավատացնում եմ ձեզ, որ համարյա չկա այդպես խնդիր, որ դու ուզենաս լուծես, չլուծես, չկա այդպես բան, հա, ու մեր մոտ նույնիսկ է դրածած culture-ի տեսքով, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի խնդիր է հայտնաբերում, ապա պետք է մենք լուծումը դրա գտնի, ու դες լիքը ոնց որ եթե արդ լինի, հետո կխոսենք, թե ինչքան հայտնի սահմանափակումներ կա, ու ինչքան պրիմիտիվ երբեմն ձևեր կա այդ սահմանափակումները հաղթահարելու Այդ ամենը պրոստը պետք է ոնց որ ինչ-որ բաներ են, էքսպերիմենտներ, օրինակ մի բան որ մտքովս եկավ, ասենք չգիտեմ, Facebook-ը ինչ-որ keyword-եր չի թողում, ժամանակին մենք ինչ-որ մի բանի գովազդ էինք անում, Facebook-ը որոշել որ մասկայի գովազդ պետք է չթողի ու այդ մասկա բառը ոնց որ արգելափակում էր, հա։ Մենք փոխանակ այդ բանը ստոպ տալու, ասենք անցնելու ուրիշ պրոդուկտին, իհարկե շատ տեխնոլոգիապես հագեցած մասկա է, այսպես սովորական չէ։ Մենք ուղղակի այդ մասկը գրեցինք ռուսերեն տառերով, հա, ու ինքը սկսեց աշխատել, ոնց որ կամ էլի տենց լիքը տենց օրինակներ կարող եմ ասել, տենց շատ հայտնի սահմանափակումները, ոնց կարելի է դրանց հաղթահարել, այդ մի քիչ մտածելակերպի բան է, ցանկացած բան ունի իր լուծումը։ Ինչ վերաբերում է PayPal-ին, ես ուղղակիորեն կարող եմ ասել, որ ժամանակին շատ անձամբ ու ուղղակիորեն առնչվել եմ այդ խնդրին, PayPal-ի հենց Հայաստան բերել, նույնիսկ մի կարճ ժամկետով նույնիսկ ստացվեց բերել, ես
աշխատում էի Իդրամում այդ ժամանակ ու այդ կանխիկացումը բացեցինք մի շաբաթ հետո այնքան մեծ էր ծավալը, որ ռիսկերի պատճառով մի անգամից փակվեց, որտեղ բոլորը սպասեցից 15 անգամ ավելի շատ էր այդ գումարը։ Աճարը կախված է մեր բանկային համակարգի հետ ու PayPal-ի շատ մասնավոր անալիստների կարծիքով դեռ չի համապատասխանում այն չափանիշներին, որը իրենք ուզեին համապատասխանել։ Այդ շատ բարդ հարց է, իրականում մեզնից ոչ կախված ու իրանց ենթադրում է կառավարության ու բանկային համակարգի շատ ինտենսիվ լոբինգ ու նաև կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացում։ Մինչև դա կատարվի, պետք է հարցերը լուծել ինչ-որ ձևերով։ Իսկ կան ինչ-որ ձևեր PayPal-ի փոխարինող հայկական շուկայի համար։ Ես այդքան լավ տեղյակ չեմ, ճիշտն ասած, այդպես առաջ չեմ ունեցել շատ ուղղակիորեն հաշվելու, բայց Pioneer չէ, ես այո, Pioneer-ը տարբերակներից մեկն է, իսկ չգիտեմ, բայց ենթադրում կարող հնարավոր լինի Pioneer-ով PayPal-ի հաշիվը բացել, իսկ Pioneer-ը քարտ է տալիս։ Ու ձևեր կան, այսօր դուք կարող եք Հայաստանում նստած Ամերիկայում բացել ընկերություն նույնիսկ, բանկային հաշիվ, հետո այդ գցել PayPal-ին ու նաև այդ PayPal-ի ձեր հաշվով կստանաք գումարներ։ Սա ամենը գալիս է, որ հայկական բանկերից ու հայկական քարտեր գցելուց։ Իսկ դուք ունենաք ամերիկյան քարտ կամ նույնիսկ վրացական քարտ, ձեր PayPal-ում կստանաք գումարներ, հետո կմնա կանխիկացման խնդիրը, հետո մի հատ ուրիշ ձև կլուծեք։ Շնորհակալություն, Ռոման դուք ինչ կասեք։ PayPal-ի թեման քիչ շարունակենք ու ասենք Գենուս Կտորին, ես կարծում եմ PayPal-ը Հայաստան չի գա այնքան ժամանակ, մինչդեռ մեր այս արկայի ու բանկային համակարգի քրաշերը ամիսը գոնե մի անգամից քիչ լինեն, որովհետև իրականում երևի աբսուրդ է, այդքան մեծ ռիսկ դառնել ու նավի ոնց ասած, ես չգիտեմ, որ իրականում այդպեսի փորձ եղել է, մի շաբաթով եկել է ու պրոստը չեմ դիմացել, բայց Okay, այդ մասով, ու որ իրականում այս ֆինանսական այս տրանզակցիաների մասը ահագին կարգավորված է, ու գրեթե եթե բոլոր ընկերություններում այդ դուք դրսից աշխատում եք, իրենք կարող են այդ փոխանցում անել wire-ով։ PayPal-ը երբեմն ինչ-որ սենց հաճելի է, որ ասում է տենց ցանկություն է, որ ուզում ենք PayPal-ով գումար ստանալ, իհարկե ինքը ունի որոշակի առավելություններ, որոնցից մեկը մի արագությունն է, որ միանգամից նստում է գումարը, նայած իհարկե գումարի չափ, բայց կա այդ wire transfer-ի հնարավորությունը, կա Wise-ը, wise.com, որը փոխարինիչ չի, բայց մեկ-երկու աշխատանքային օրվա մեջ էլի այդ գումարը նստում է, շատ ընկերություններ օքեյ են ու իրենց ընկերության քարտը գցել Wise-ին, Wise-ով գումարը փոխանցել, դուք էլ այստեղ գցում եք ձեր բանկային հաշվի համարին ու գումարը մեկ-երկու օրից նստում է։ Պարզ պրոցես է, ահագին իրականում լուծվել է, ծուտ PayPal-ը չկա մեզ մոտ։ Ու մի բան եմ, ես էլի այն մտքին եմ, որ ոչ թե Google-ն ու Facebook-ը ու մնացած պլատֆորմներն են մեղավոր, որ ինչ-որ սահմանափակումներ կան մեզ մոտ, այլ մենք ուղղակի չունենք այդքան, մենք կարծում ենք, որ մենք ունենք դրա անհրաժեշտությունը, բայց եկեք, որ մենք մեզ հետ անկեղծ լինենք, քանի հայ յութուբերի գիտենք, ովքեր ակտիվ content են generate անում ու որ ասում են monetization-ներ չկա, ոնց անենք միանա, երևի որ հաշվենք բոլոր ոլորտներից իրար հետ, երևի 50-ը չի անցնի։ Ու իրականում որոշ channel-ների դեպքում monetization կա, այնպես չի որ Հայաստանում ընդհանրապես չկա, YouTube-ում կա, ու էլի ես կարծում եմ խնդրին, որ մենք չենք ստեղծում այնքան content, որ նաև հետաքրքիր լինենք մյուս բաների համար, այդ պլատֆորմների համար, monetization կլինի, նոր էքսպերիմենտ կլինի social channel-ներում, social հարթակներում, որ Հայաստան նույնիսկ չի անցնում ու անցնում գնում է, այսինքն դա ստենց է, որ մեզ չի անդրադառնում, տենց արել մեր կողքով գնում է, որականում իրանք հետաքրքրություն չունեն մեզ մոտ այդ ամեն ինչը անելու, բայց դա գալիս է մեզնից։ Ես իրոք խնդիրը մեր մեջ եմ տեսնում, որ մենք պիտի ուղղակի մի քիչ ավելի մասնագիտորեն մոտենանք, ու այն մարդիկ էլ ովքեր ունեն լավ փորձ, երկար տարիների ու աշխատանքային ինչ-որ
кейսերի միջով են անցել, սկսեն կիսվել իրենց լսարանի հետ, որ երբ որ են պատկան մարմիններն էլ, ովքեր կգնան բանակցությունները կվարեն իրենց հետ, իրենք ասեն ժողովուրդ վերջին մի տարում մեզ մոտ այսքան մարդ է ավելացել, որ YouTube channel-ը ավարում վիդեո կոնտենտ է ստեղծում, մենք ունենք այսքան որակյալ ինֆլուենսեր, ովքեր ոչ թե հումորային ֆան ժամանցային ինչ-որ կոնտենտ են ստեղծում ու հազարավոր դիտումներ են հավաքում, այլ մենք ռեալ ստեղծում ենք կոնտենտ, որը educational ինչ-որ կտոր ունի։ Ես educational YouTuber-ի չեմ կարողանում հիմա հիշել, որ ինքը իր ոլորտում YouTube-ի բան ավարում։ Կլինեն իհարկե, բայց 10 հոգի քիչ է։ Այո, ես եմ համաձայն։ Մեր մյուս հարցը շատ զգայուն հարց է եւ վերաբերվում է դիջիտալ մարքեթինգի կրթությանը Հայաստանում։ Հարցը հետևյալն է. արդյոք պետական հատվածը հետաքրքրված է ոլորտի զարգացմամբ եւ ինչ են անում այս ոլորտում մասնավոր կազմակերպությունները։ Մասնավորապես, արդյոք Հայաստանը ունի մասնագետներ, որոնք ի վիճակի են վերապատրաստելու եւ կրթելու տվյալ ոլորտում։ Ես կարծում եմ Հայաստանը լավ պոտենցիալ, բայց իհարկե բոլորը կամ շատերը համաձայնվեն ինձ հետ, որ վիճակը անբավարարից երևի ավելի ցածր է, մասնավորապես եթե խոսում ենք բուհական կրթության մասին, պետական ինստիտուտների կրթության մասին, այնտեղ ընդհանրապես ավելի ցավալի վիճակ է։ Ինչ են անում մասնավոր ընկերությունները, փորձում են որոշակի առումով բացը լրացնել, ու ինչ-որ տարբեր նախաձեռնություններ են իրականացնում, իրենք իրենց կից ինչ-որ կրթական կենտրոններ են հիմնում, ինչ-որ կոնֆերանսներ են իրականացնում, որը որոշակի առումով ինչ-որ փոփոխություն բերում է իհարկե, բայց այստեղ դիջիտալ մարքեթինգում ամենակարևոր բանը այդ ինքնակրթությունն է ու հետաքրքրասիրությունն է, այդ curiosity-ն է։ Մարդիկ պետք է հետաքրքրասեր լինեն։ Եթե հետաքրքրասեր չեղան, անկախ քո գիտելիքների բազայից, մի ամիս հետո դու կարող ես արդեն հետընկած լինես ամբողջ աշխարհից։ Դու կարող ես գալ, սովորել ինչ-որ մի բանի, հասնել ինչ-որ մի լեվելի, չէ՞, բայց մի անգամից դրանից հետո այնքան արագ հայտնվես այսպես հետընթաց վիճակում, եթե դու չկարողանաս, եթե չունենաս այդ հետաքրքրասիրությունը, չհետևես մարդկանց, այս է շատ կարևոր բան, որ կրթության ամենակարևոր հատվածը գալիս է մարդկանցից։ Ես միշտ խորհուրդ եմ տալի, որ դուք ընտրեք 5 հոգի մարդ, ովքեր որ հենց էլ իդեալական ապագան է, որ դուք ձեր մասնագիտական առումով կուզեք հասնել այնտեղ, ու առավոտից իրիկու տեսեք ինչից են իրենք խոսում, ինչ են իրենք անում ընդհանրապես։ Դարձրեք իրենց ձեր շրջապատը, դարձրեք իրենց ձեր ընկերները, ավելի այնքան բանիմացեք իրենց մասին, ձեր ընկերների մասին կարող է չիմանաք նույնիսկ։ Այդ լավագույն ձևն է կրթության, որտեղ այս ոլորտը այնքան արագ է փոխվում, որտեղ նույնիսկ օրերի ընթացքում, շաբաթների ընթացքում ինչ-որ բաներ բաց թողելու արդյունքում դուք կարող եք բաց թողել մեծ հնարավորություններ, հետընկնեք ձեր մրցակիցներից, ընդհանրապես հետընկնեք շուկայից, այսինքն մինչև ինչ-որ մի բանի մասին գիրք գրվի, տպվի, չեմ ասում, թարգմանվի հայերեն, ուղարկվի Հայաստան, մինչև այդ հասնի ձեզ այդ գիտելիքը, այդ կլինի արդեն շատ այսպես outdated ինֆորմացիա։ Շնորհակալություն, Ռոման, դուք ինչ կարծիք եք։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ ամեն ինչի հետևել ու միաժամանակ չմոռանալ տենց կոնկրետ գործի մասին, որովհետև այդ մոտիվացիոն վիդեոները երևի ինչ-որ մեկը գոնե մի անգամ կյանքում մի հատ նայել ենք, չէ՞, տենց մեկ պատահում է, որ այնքան մոտիվացիոն վիդեո ես նայել, տենց ունես ինչ-որ լիքը բան մնաց, նույնիսկ կարող պատահի այս դեպքում, որը չի նշանակում, որ պետք չի բավարար ինֆորմացվել, կրթվել, ես ինքս էլ շատ կարևոր եմ համարում դա, ու մի application ասեմ, իր անունը Feedly է, ինքը mobile app է, նաև desktop version ունի, Feedly-ում դուք subscribe եք լինում տարբեր website-երի, նավեկի ասած, ես Substack-ի պես, ես դա չի լսել, ինքս էլ կնայեմ, ու ինքը mobile application է, դուք ուղղակի տենց մի քանի scroll-ով ամեն օր ստանում եք այն website-երից ինֆորմացիա, որտեղ կարող են լինել լիքը նորություններ, դիջիտալ աշխարհից դուք եք ընտրում, սկսած
car industry-ից վերջացրած digital marketing կամ ուրիշ ինչ-որ բան, real estate, ինֆորմացիան կարող վերցնել։ Feedly է իր անունը, mobile app-ը շատ հարմար է օգտագործման։ Ու եթե օրական ընդամենը 20-ից 25 րոպե կամ 30 րոպե թեկուզ քնելուց առաջ կամ առավոտյան արթնանալուց է, ասենք Facebook կամ TikTok սկսանալու փոխարեն մտնենք օրինակ Feedly ինֆորմացիան բանանենք, նույնիսկ ասած կլինենք մեր շրջապատում բավական հետաքրքիր մարդ։ Կրթության մասով Հայաստանում ես իրականում անհատ եմ, որ իմ կարիերան հենց իմ մարքեթինգային, այսպես ասած, ամեն ինչը սկսել եմ ինքնակրթությամբ, ժամանակն տենց 16 թվականի մասն եմ խոսում, այդքան շատ ինչ-որ դասընթացներ բաներ չկան, ես էլ ինքս սիրում ինքնուրույն, ամեն ինչ անել, սովորել ու ես ինքս տենց որոշ դեպքերում դասավանդում եմ, բայց հենց ինքս եմ ինչ-որ խմբեր հավաքում, շատ մասնագիտական SEO, որից հետո մենք ալժեր ենք փորձում վերցնել մեզ մոտ, սա ոչ մի գովազ չի, չկա SEO-ի ոչ մի դասընթաց պլանավորված է։ Ինչի եթե ցանկանան, թող գան սովորեն ճակրած։ Հետո կարող է։ Չէ, չունեմ, չէ իրականում, խումբը իմ ավարտվում է։ Իմ ասածը որն է, որ ես որպես մասնագետ ինձ թույլ տվեցի ինքս ինձ, որտեղ այդքան խիստ էի նկատմամբ, դասավանդելու որևէ մեկին բան սովորացնել, մոտ ոլորտ մտնելուց մի 4-4.5 բաժին 5 տարի անց, երբես ունեցա ինքս իմ համար ապացույց ինչ-որ լևելի, որ ես ինչ-որ բան կարողացել եմ անեմ ինքս, որը կոնկրետ թվերով դատայում ամեն ինչով ապացուցվում է։ Իմ այդ փորձը Under Forest-ում էր, երբ մենք ունեցանք ոնց որ հենց SEO-ի ու digital-ի մասով բավական մեծ աճ ու ինչին եմ փորձում տանել այս միտքը, փորձում տանել նրան, որ ես շատ ուրախ կլինեմ, որ լինի որևէ վերահսկում դասավանդման ոլորտում, կլինի դա մարքեթինգ, կլինի դա IT, կլինի դա, չգիտեմ, բժշկություն կամ ապահովագրություն, ինչ որ ուզում լինի, լինի որևէ մարմին, որը կարող լինի պետական, կարող լինի ինչ-որ այլ, որը վերահսկում է աուդիտական անդամ, թե ովքեր են դասավանդում, որովհետև բոլորս տեսնում ենք կան շատ fake-ով դասավանդողներ, ովքեր, չգիտես ինչի, որոշել են, որ կարող են վլոգինգի ու ինչ-որ personal branding-ի դասընթաց դնել, ունենալով 1000 կամ պակաս հետևորդ Instagram-ում, it's not okay, էլի, նորմալ չի, ինչքան դու ուժեղ մասնագետ ես, առաջինը դու պիտի քո personal brand-ը ունենաս, որը իրականում ես դառնում հաշվում է նաև follower-ների քանակով, դա հաստատ չէ, հիմա մարդ եթե մտնում է այդպիսի բան ուզում ձեզ մոտ սովորի, կմտնի մտ Instagram կնայի կամ կմտնի Facebook, կամ եթե SEO-ի դասընթացի մասին է խոսքը, իրականում ես բոլորին միշտ խորհուրդ եմ տալիս, որ ժողովուրդ, եթե դուք հանդիպել եք որևէ SEO մասնագետի ով տենց ասում է վերջնա, Google-եք իր անուն ազգանունը։ Google-եք տեսեք ինչ է գալիս, տեսեք ինքը այն մասնագետն է, որ ինքն իրան ներկայացնում է, թե չէ, ուսումնասիրեք պորտֆոլիոն, տեսեք ունի LinkedIn, թե չունի LinkedIn, այդ LinkedIn-ում որ վեբկայքերի հետ աշխատել, մտեք ուսումնասիրեք այդ վեբսայթերի տրաֆիկը, որովհետև դուք, եթե որոշում եք իր մոտ դասընթացի գնալ, նշանակում է դուք գումար, ռեսուրս ու ամենաթանկը ժամանակ ներդնելու եք այդ ամեն ինչի մեջ ու պետք է մաքսիմալ լուրջ մոտենալ այդ հարցին ևս։ Եթե այդ ամեն ինչը չի բավարարվում, ուղղակի անցեք առաջ։ Ու հա, ես գիտեմ այդպիսի մարմին կարող լինի, չի կարող լինի, որ երբի պետական ինչ-որ այդպես բան այլանից ավելի ներկայացնում, բայց փորձեք մաքսիմալ խորանալ նաև այն մասնագետների, այսպես ասած, գործունեության մեջ ու դրա հակառակ կողմն որպես մասնագետներ լինենք այնքան խիստ ու այնքան պատասխանատու դրա նկատմամբ, որովհետև այստեղ կարող են լինել մասնագետներ, ովքեր դասավանդում են, այսինքն դուք ինքներդ ձեր առջև եղեք այնքան խիստ, որ մտածեք, օքեյ, լավ, ես կվստահեի ինքս ինձ, որ գնայի իմ դասին։ Ու օբյեկտիվ է, դա ոչ թե որ ես լավ մասնագետ եմ բան կգնեմ, օբյեկտիվ որ մոտենանք այդ հարցին։ Ռոմանի ասացը մի հատ բան հիշեցրեց ինձ, մի հատ տենց հայտնի վիդեո կա։ Կողքից հա հիշացնում, մի հատ տենց հայտնի վիդեո կա, վիդեոյի վերնագիրը հետևյալն է, How to get 1 million views for your YouTube videos, ու այդ վիդեոն ունի մոտ 15 view։ Իրապես մի վիդեո կա YouTube-ում, How to watch a YouTube video, տեսել եք։ Գրում եք YouTube-ում How to watch a YouTube video, մեկ վիդեո է, դրանցով բանը նոթբուքը նկարացած, How to watch a YouTube video։ Շնորհակալություն։
Տիգրան, դուք ինչ կարծիք եք։ Ռոմանը մեծ մասը ասեց ինձ թվում է, կարևոր հատվածի, տարբերություն, sense կասեմ, օրինակ US-ի մեկ է Հայաստանի հետ կապված, մասնավոր ընկերություն ինչ-որ վերահսկող մարմինի հետ կապված, ընդեղ է տենց խնդիր չկա, այդ փորձը US-ում ես ունեցել եմ ու ընդեղ էլ է, sense մասնավոր ընկերությունը կարող են բացնել, կարող են դասարան, ինչ-որ սերտիֆիկացիա հասկացողություն չկա, որովհետև դասարանները պետք է սերտիֆիկացնեն, բայց իհարկե այդ միտքը, որ ասում ես, sense լիարժեք կմաքրի շուկան, ու մենք ունենանք ինձ թվում է ավելի մակրոավարի sense որակյալ շուկա եւ ոնց որ ասած ամեն ինչ-որ մեկը չի գա մենք այս փորձի ինչ-որ մանդատի անգամ եթե չգինեմ 2 տարվա ընդհանուր փորձ ունի ու տենց եսի ինչ ինքը չգիտի էլի որ ինքը կարողանա սովորացնի մասնավոր դե բուհերի հետ կապված նարեկն բուհերի հետ կապված ասած այնտեղ ինձ թվում է բոլորս գիտենք ինչ է կատարում բազա մասնավորների հետ կապված այո խանգարողները ընդհանուր շուկայի հետ կապված շատ կան ու ես կրթության մեջ կապված ամենաառաջին բանը համարում եմ ոնց որ ինքնակրթությունը եւ hard working-ը, եթե դու չունես ինքնակրթության մոտիվները, որ դու ինքդ նստես ու չալարես նստես 10 ժամ սկսես սովորել, չգիտեմ, եւ ամեն օր այդ process-ը անընդհատ անես ու բացի նրանից, որ ուղղակի քո շրջապատում լինես, ինչ-որ մեկը որ տեղեկացված է վերջին ինչ-որ կարևոր բաներից, դու հնից է տեղեկացված լինես, հա, եւ այնքան լավ է ամենին դիապետես, որ չնայած համար կարակի նման հեշտ լինի սա այդ ամեն ինչ անել։ Դրա համար ինքնակրթությունը համար առաջին բանն է ու ինչ տեսակ ակադեմիա լինում է, չեմ Հարվարդն է լինի, որտեղ ուզում եմ մասնավոր լինի, եթե դու կրթվում ես ու դա պրակտիկ չես անում, եթե կրթվում ես ու ինքդ չես ինքնակրթվում դու հանդերձ, ապա դու շատ դժվար է այդ ռեզուլտատն հասնելու կամ հասնելու շատ ավելի երկար, հա։ Դրա համար կարծում եմ, որ առաջնային բանը, որ այն մոտիվացիան, որ դու կուզենաս դա սովորես, եւ առանց ոչ բանելու դնես ու անես, այո, հետևես շատ սպիքերների, ովքեր հասել են այդ արդյունքների, իմանաս այն սորսերը, որտեղից պետք է սովորել, չգիտեմ, LinkedIn Learning-ը կլինի, Udemy-ն կլինի, շատ են պլատֆորմները, եւ դու ինքդ կարաս տարբերություն դնես, որտեղ ինչ ձև են սովորացնում, հիմնականում on-line-ի մասին է խոսքը դնում, բայց հաստատ որ շուկան ինչ-որ մաքրելու ինչ-որ տենց մեխանիզմ պետք է լինի, ես դրան վստահ եմ ու ես ինքս ուզում եմ դա լինի, այդ վաղ արդեն կարծում եմ մի քիչ լրիվ այլ շուկա կունենանք, էլի մենք։ Շնորհակալություն, Ռոման, բան եք ուզում ասեք, անհրաժեշտ Ճիշտ ասած, վերում դասավանդման թեման շատ տենց բան է, շատ է խոսվում ու շատ է քննարկվում ու միշտ այդ խոսակցությունը վերջանում է այնտեղ, որ պետությունը կամ այդ համալսարանը ոչ մի ջանքեր չի գործադրում, որ այդ հարցը կարգավորվի, բայց որ ստեղ մի քիչ խիստ ու անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, քանի անգամ ենք փորձել գնալ բու, առաջարկել այնտեղ վերցնել դասաժամեր, ստեղծել կուրսեր ու դասավանդել այդ ուսանողներին։ Ես ինքս չեմ փորձել անալու եմ շուտով, մոտ 1 ամսից, մեր մենոմանը վերջանանով, ու այստեղ կա այդ կարևոր խնդիրը, որ երբ որ ինչ-որ մարդ տեսնում է, որ ինչ-որ տեղ խնդիր կա, պետք է նախ փորձել հասկանալ, ոնց կարելի է դա լուծել, թեկուզ սեփական ուժերով, թեկուզ այն փոքր community-ով, որ կա, ինչի՞ չէ գնալ ինքնահրավիրվել ինչ-որ թեկուզ, որ ասում են հնացած մարքեթինգային կամ IT ինչ-որ, չգիտեմ, համալսարաններում կիրառականում ասած չգիտեմ, 5 ծրագրման լեզուներ են սովորեցնում, շատ IT-ի մեջ չխորանանք այդքան շատ իմ բանը չի, ֆրոնտը չի, բայց մարքեթինգի մասով, հա, գալիս են 3-4 կուրսի ուսանողներ, ովքեր դաժե նորմալ գովազդ միացնել չգիտեն, որ երևի կամ ամենամինիմումն է, որ պիտի արվի, ու այստեղ ոչ թե բուհին մեղադրելու հարցն է այդքան, այլ տվյալ մարդու, որ ինքը ոնց խոսվեց այդքան շատ, չի բրբտել, չի խորացել ու չի փորձել ինքնակրթվի։ Պետք չի մարդուն բզել, որ ինքը ինչ-որ բան սովորի, եթե պետք է անընդհատ այդ փուշով բզելով լինի, ուրեմն այդ մարդու չի երևի, պետք է ուղղակի ինքը գնա ուժգնությամբ։ Հայաստանում Facebook-ի մոնետիզացիա հնարավոր է արդյոք միացնել, սա մեկ հարցն է։ Եվ երկրորդ հարցը, օրինակ նշեցիք, որ Հայաստանում TikTok-ով գովազդներ չեն կարող միացնել։ Ինչի հետ են կապված այդ սահմանափակումները եւ ինչու։ Այսինքն մեկը Facebook-ին է վերաբերվում, մյուսը TikTok-ի սահմանափակումներին։ Հա, երևի պատասխանը պարզ է, պրոստը Հայաստան էլի չի եկել այդ ֆունկցիան, տենց ինչ-որ այլ կրեատիվ կամ տենց պատասխան չկա, մեզ մոտ միշտ ուշ է հասնում այդ ամենը, տենց որ շատ չերկարացնեմ զուտ, ուղղակի պետք է սպասենք երբ կլինի դա, որը չեմ կարծում շատ ուշ լինի, բայց ցանկացած պրոդուկտի դեպքում, որը Հայաստանից դուրս է մոտ արվում,
կարելի է փորձարկել։ Ու իրականում ժողովը TikTok-ը այն պլատֆորմներից է, որ դուք առանց ոչ մի գովազդի կարող եք հասնել նույն լսարանին ում ուզում եք, ոնց որ Instagram Reel-երով, բայց TikTok-ում շատ ավելի հեշտ դուք կարող եք սերիալական profile բացել ու իրականում advertisement-ի պես ինչ-որ result ստանալ, որը կլիներ էդելի տեսքով, օրգենիկով անեք, ուղղակի պետք է ընտիր content ունենանք։ Շնորհակալություն, Տիգրան, Facebook-ի մասով։ Facebook-ի մասով ներքին լսարանի ռեսկն հայաստանյան audience press location-ը որպես Հայաստան մի հատ instant article կար, եթե չկա արդեն, այսինքն ուրիշ ոչ մի մոնետիզացիայի տեսակ, եթե չեմ սխալվում, չկա հիմա, բայց Հայաստանից դուրս եթե audience կա, այսինքն խոսքը եթե Facebook page-երի մասն, ապա մոնետիզացիա կարող Հայաստանից աշխատել, բայց արդեն audience-ը պետք է լինի Հայաստանից դուրս, որովհետեւ կարողանանք այդ կարգավորումները անենք, հա, այնտեղ մի քիչ admin-ների հետ կապված հարցեր կա, ադմինիստրատորներ լինեն, այլ երկրի ցավալուց որպես US page կամ չինեմ Եվրոպա page չանշի, դա է հիմնական։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ հարցը. մարդիկ ավելի քիչ են սկսել կարդալ եւ կգա մի օր, որ ոչ ոք չի կարողանա այնքան կենտրոնանալ, որ կարողանա մեկտով կարդալ։ Որն է content marketing-ի ապագան։ Իրականում ես իմ մոտեր եմ նկատել, որ շատ հաճախ եւ վիդեո տեսանյութ ավելի շատ եմ նայում, հաճախ նայում, քան հենց content-ային ինչ-որ գովազդ թեկուզ կամ content։ Ինձ թվում է որ կլինեն մարդիկ, ովքեր որ շարունակեն կարդալ ու ընդհանրապես տարբեր մարդիկ տարբեր ձևեր ինֆորմացիան ընկալում, մարդիկ կան ավելի վիզուալ են հեշտ ընկալում, մարդիկ կան ավելի կարդալով, ես օրինակ ավելի կարդալով միշտ ավելի լավ եմ ընկալում, քան վիդեո նայելով, հա, բայց շատ մարդիկ կան, ովքեր որ ուղիղ հակառակն են դրա։ Հենց որ այնպես ասած ինձ չի թվում, թե այդպես վտանգված է content marketing-ը, content-ի ձևերն ավելի շատ փոխվում, իհարկե գալիս են ավելի նոր տիպի content-ներ ու այդպես տպավորություն կա նույնիսկ, որ մարդկանց բանը կարճացել է, attention span-ը, հա, այս ուշադրության կենտրոնը կարճացել է, բայց այսօր կան վիդեոներ, կան ոդքասթներ, որոնք տևում են 3 ժամ ու իրանք աշխարհի ամենահայտնի վիդեոներն ու ամենահայտնի ոդքասթներն են, այսինքն նույնիսկ այդ օրինաչափություններն է խախտվում, հա, ոնց որ կա ընդհանուր օրինաչափություններ, կան ընդհանուր տրենդեր, բայց երբ որ քո կոնտենտը իրոք լավն է, միշտ ինքը դուրս է գալիս տրենդից ու դառնում է այսպես բացառիկ բան, այնպես որ ես կարծում եմ, որ այսպես շատ վախենալու չի։ Շնորհակալություն, ավելացնելու բան ունեք։ Շատ կարճ, ես կարծում եմ, որ վատ տեքստն է դուրս եկել բոլորիս առօրյայից, որովհետև եթե դու իրոք ստեղ գրում ես լավ տեքստ, որը շահավեի աշխարհի ամենադժվար բաներից մեկն է, լավ կոպի գրել գիտես, դա կարող շատ հանգիստ բան լինի, կոմբայն լինի, օրինակ քո ֆոտոեդի կամ վիդեոյի հետ, որտեղ դեռ շատ կարևոր է, որտեղ դուք որ ինչ-որ վիդեո եք ստեղծում ու ինքը պետք է այդպես չգիտեմ ռելի ֆորմատով գնային ինչ-որ հուքդ բառ եք չէ գրում վրան ասենք ռիլզի վրա որ մարդը կոնե ինչ-որ բան կարդա բացի վիզուալ այդ սինից որ պետք է դրանից օրինակ կանգնել ու նայել ինչ-որ փոքր բան է գրում ես կարծում եմ որ ուղղակի կոնտենտի որակն է չափանիշներն է շատ բարձրացել հիմա ու այն մեջտեղ են ցած մի քիչ աղբոտ վիճակը տենց մաքրվել է ու վիզուալն իհարկե եկել է ոնց որ ավելի վերևի պլան Շնորհակալություն։ Հաջորդ հարցը. ինչ որ կտակ Հայաստանում բիզնեսին, ճիշտ բարեխիղճ եւ որակյալ SMM մասնագետ կամ կազմակերպություն գտնելու համար, շուկայի 70%-ն անվստահել են։ Սա լավ ուսումնասիրել է պետք, մինչև դիմելը, եւ ուսումնասիրել է առաջին բանից մեկը, նույն Google-ի օրինակով, թեկուզ Facebook-ի, Instagram-ի, հա, թե սկսած այդ կամպանիայի posterից, հա, ասին բարելու ձևից, նույն գովազդները տեղադրելուց, ուսում է ձեր համար բարձր դառնա, թե ինչ որակ կարող են իրանք ապահովել։ Իհարկե նաև ինչ օֆերներ է կապված, ամենայն դեպս ոնց որ ասում են էժանի մի գնացեք, այդքան բան։ Ես կարծում եմ, որ հիմնականում էժանի գնալու խնդիրն է, որ նաև ձևավորվում է, որ էժան է կամ դա այդ գինն է ու տենց է եղել, եթե դրանից թանկ լինի, էլի։ Եվս երկու հարց եւ անցնենք մյուս թեմային, որքանով է արժևորվում դիջիտալ մարքետոլոգի լավ մասնագետների դերը աշխատաշուկայում։ Արժևորվում իրականում ու ստեղ խնդիրը չարժևորման հենա լինում, որ երբեմն որոշակի տիպի ընկերությունները մասնագետներին կարող են
ոչ ճիշտ է ասած ֆորմայի մեջ դնել, ու իրենք մտածեն, որ իրենք արդեն professional են, արդեն հասել են այն level-ի, որից այնքան ուղղակի հնարավոր չի գնալ, ու սխալ պատկերացնում մասնագիտության ու պարտականությունների երբեմն տանում են նրան, որ նույն մասնագետը անկերությունից գնում է բենգերությունը մասնա խիստ հարցազրույց ու հետո ելույթ սկսում է մանգալ անկերության պես քամփան, դեռ նրան չեն ընդունում։ Այդ շատ հաճախ հանդիպում է IT ոլորտում, որտեղ developer-ների ինչ-որ տենց ասում դիվաններին թվված տենց ինչ-որ ընկերություններում կիսատ վրա թող չեն ստանում, շատ ներողություն հակառակը լավ աշխատավարձ են ստանում ու հետո մեկ էլ գնում են օրինակ ինչ-որ միջին level-ի IT, որտեղ գիտելիքն է ավելի շատ կարևորվում ու մարդկային ֆակտորը ոչ թե այդքան որ պետք է մեկ էլ position-ը փակել ու այդպես ու իրականում է որ ասում են լավ մասնագետը ոնց որ դուրսը չի մնա, այդ իրոք տենց է ու եթե կան լավ content writer-ներ ովքեր շատ լավ անգլերեն են դիաբետում, խնդրում կապի դուրս եկեք, մենք իրոք տենց ընդդիր content writer-ների ենք խնդրում, լավ անգլերենով, այդպես։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Նարեկին է ուղղված, անձնապես, որ հարթակներից կարող ենք արագ եւ թարմ ինֆորմացիա ստանալ թվային մարքեթինգի վերաբերյալ։ Ես դե նշեցի, որ ոնց որ այստեղ հարթակները մի քանի բան պետք է, նախ պետք է գտնել ճիշտ մարդկանց ու պետք է գտնել այդ ինֆորմացիաների աղբյուր, որպես հարթակ եւ այդ Substack-ը խորհուրդ կտամ, որը որ newsletter-ների հարթակ է, որտեղ կարող ես գրանցվել ու ստանալ տեղեկատվություն, Flipboard-ը, որը Ռոմանը նշեց Feedly, այդ բոլորը շատ կարևոր այսպես բաներ են, այդպես։ Շնորհակալություն եւ ժամանակն է անցնել մեր երրորդ թեմային, վերջին թեմային։ Ընթացքում կարող եք հարցեր գրել, որտեղ սա արդեն մեր վերջին թեման է եւ կամփոփենք հարցերով։ Digital marketing եւ արհեստական բանականություն։ Կարող է արդյոք AI-ը, այսինքն արհեստական բանականությունը փոխել դեմ աշխարհը, որ ոլորտում մասնավորապես արհեստական ինտելեկտը կարող է միջամտել, իսկ որում ոչ։ Իրականում ամենաշատը այս բանի քննարկվում է content creation-ի ավտոմատացման կտորը, այլ մարքեթինգի ոլորտներին ևս ինքը սկսում է, այսպես ասած, հասնել ու ավտոմատացնել ինչ-որ այնպիսի task-եր, որ մասնագետները երբեմն մտածում են ու սկսում են վախենալ, որ կարող է փոխել մասնագիտություն եւ այլն, բայց ես ու կարծում դա ինչ-որ չափով իրականության համապատասխանում է այն մտքին եմ, որ լավ մասնագետին AI երբեք չի կարող փոխարինի, կարող է այս միտքը սխալ լինի 10-20 տարի անց, որովհետեւ ես մի քիչ ասում եմ ներքին եմ, որ ինչ-որ անհանգստություն կա ոչ թե մասնագիտություն կորցնելու եւ այլնի մասին, բայց ես գտնում եմ, որ մարդկային ֆակտորը միշտ անչափ կարևոր է լինելու։ Միգուցե աշխատանքը տրանսֆորմացվի, միգուցե AI-ի կոմպոնենտը փոխի են պարտականությունները, որը պետք է օրինակ content writer-ը իրականացնի, օրինակ ավելի շատացնելով իր կողմից տրվող content-ի քանակը, որովհետև AI-ը սկսել է ահագին օգնել։ Ժամանակ է save-անում իհարկե, այսպիսի գործիքակազմի կիրառումը միշտ այդ time saving-ի կոմպոնենտը ունի։ Բայց ամեն դեպքում պետք չի վախենալ, ոչ մի բան ոնց որ փուլ չի գալու, այս մասնագիտությունը մնալու ակտուալ ինչպես միշտ, ուղղակի ինչպես տարիներ անց ու այս ընդհանուր digital marketing-ի հետ գալուց ի վեր մասնագիտությունները փոփոխվեցին ու ինչ-որ ձևափոխություններ ունեցան իրենց մեջ, այնպես էլ հիմա կարող է ավելի արագ լինի ուղղակի այդ տեմպը։ Ուղղակի պիտի հետևել, որ ինչպես Նարեկ ասաց growth-ի մասով, այնպես էլ digital-ում էլի կան ինչ-որ այդպիսի նորոգություններ, որոնք սկսում են զարգանալ։ Պետք է տեսնել, որն է հետաքրքիր ու Նարեկ։ Ես կարծում եմ, որ վախենալ պետք է։ Այն առումով, որ իսկականից շատ գործողություններ մենք իհարկե այսօր գտնվում ենք կամ գնահատում ենք AI-ին մակարդակում, որը ինքը դեռ նոր առաջի քայլերն է իրականացնում։ Հիմա կարելի ասել, ընդամենը մի քանի ամիս է այս ամենը ինչ տեղի ունեցել։ Բայց պատկերացրեք մի քանի տարվա կտրվածքով ու զարգացումները ինչի կարող են բերել։ Ես կոնկրետ գիտեմ մի քանի դեպքեր իմ ընկերոջ շատ հայտնի ընկերությունում ընդհանրապես փակել են copywriting department-ը, որտեղ կային շատ լավ copywriter-ներ, կոնկրետ փակել են ամբողջ department-ը
layoff են արել, որովհետև OpenAI-ը շատ հեշտ բոլորի փոխարինում է, խնդիրները ինչ-որ իրանք լուծում էին, լուծում է։ Այս ոնց որ իհարկե սենց ուղղակի բան է, կա անուղղակի էֆեկտ է։ Ես համաձայն եմ Ռոմանի են ասացի հետ, որ AI-ը մարդկանց չի փոխարինի, բայց մի հատ բայցով այն դեպքում, երբ որ մարդիկ այդ նույն AI-ը չօգտագործեն, հա, երբ որ այնքան ժամանակ մինչև մարդիկ չեն օգտագործում այն գործիքները, որոնք որ այսպես տուրբո արագացուցիչներ են ամեն ինչի նկատմամբ, հա, իրանք ենթակա են փոխարինման։ Ու այսօր արդեն շատ ընկերություններ կա, որոնք տարբեր հերթով դիպարտմենտներ են փակում, աշխատակիցներ են ազատում աշխատանքից, որովհետև այդ ամենը շատ ավելի էժան, շատ ավելի հեշտ ուղղակի իրականացում է, ու ապագայում էլ ավելի տենց է լինելու։ Հենց որ ինչքան արագ է այդ ադապտացնել ձեզ, ինչքան արագ նույն content writer-ները սկսեն օգտագործել այդ հնարավորությունները ու փոխանակ ոնց որ իրար մեջ մրցակից տեսնելու, այլ հնարավորություն տեսնել ոնց կարող են իրենք օգտագործել մի քանի անգամ ավելի շատ բաներ անելու համար, այս դեպքում վախենալու բան չի լինի, բայց մինչև այդ չկա, պետք է վախենալ, որովհետև մյուս կողմի վրա զարգացումները անհամեմատ ավելի արագ են։ Քանի որ դուք համադրեցիք, միանգամից երկրորդ հարցներ կարդամ, այնուհետև կշարունակենք, ինչպես կարող են մասնագետները օգտագործել AI, այսինքն ինչպես, ինչ աշխատանքում հենց AI-ը իրանց կօգնի, որպես մասնագետ։ Դե այսօր արդեն շատ հնարավորություններ, արդեն հիմա կան բազմաթիվ հնարավորություններ, կան տարբեր հավելումներ, որոնք որ օգնում են նույնիսկ հեշտացնել, կա ավտոմատացումներ, ովքեր օգնում են կապել տարբեր կայքեր AI-ի համակարգերի հետ, ու շատ շուտով այդ ամեն ինչը կլինի այսպես առօրյա կիրառության մակարդակում, ոնց այսօր կան application-ներ, որ մենք կիրառում ենք, անում մեկս ունի իր սիրած ինչ-որ application-ը, այդ նույնը կլինի մինչև տարվա վերջ, մի քանի ամսվա, նույնիսկ կարող մինչև ամառ, ամեն մեկը կարողանան իր սիրած AI application-ը, որը որ ինչ-որ մի գործողություններ շատ մեծ շղթա այն կարգի ոչ միայն կավտոմատացնի, այլ կներառի բոլոր կրեատիվ ստեղծագործ աշխատանքները ևս այնտեղ, այդպես հենց որ Շնորհակալություն, Տիգրան, դուք ինչ կասեք այս հարցով։ Ինձ թվում է AI-ը հիմա տենց ամենուր է ու նույն automation-ը կարելի է ասել ամենուր է, automation ասում, որտեղ կարծեմ որ ինքը շատ մեծ դեր խաղալու է մարքեթինգի ավտոմատացման մեջ ու իր փոփոխմանը, որտեղ հետևային մարքեթինգի մասնագետը հիմա շատ գործառույթներ անում, որովհետեւ կարողանա ավտոմատացնի ամբողջ մարքեթինգի, թվային մարքեթինգի process-ը, AI-ը ավելի հեշտ է այդ ամեն ինչը լինելու, հա։ Չեմ կարծում, որ ինքը լիարժեք ձևով կարա փոխարինի մարդկային ռեսուրսը, հա, գործոնը, բայց թվային մարքեթինգի մեջ շատ գործիքներ կլինեն, նույն content-ի օրինակը որը եւ վստահ եմ էլի ուրիշ գործիքներ կլինեն, որ ինքը հաստատ կփոխարինի, հա։ Այստեղ արդեն հարցը թե ինչքանով լավ կփոխարինի, հա, որտեղ ինքը կարող փոխարինի, բայց այն էֆեկտը չտա, ինչ որ մարդ ինքը կնստի եւ երկար կաշխատի դրա վրա։ Դրա համար կարծում եմ հələ 10-15 տարի հաստատ պետք չէ շատ անհանգստանալ վախենալ։ Լրիվ փոխարինման։ Դե փոխարինը արդեն կա, ես հստակ արդեն գիտեմ դեպքեր, իսկ մի տարի տարվա վերջ, այդ ամեն ինչը 10 անգամ աճել է։ Դե ես մարդկային գործոնի մասին եմ ասում, որ մարդկային գործոնին որ լիարժեք փոխարինի, որ կոնկրետ մարդուն հանել է գործ։ Իսկ մտի ապրենք որ տեսնենք։ Ես կարծում եմ որ լիարժեք ոնց որ ինքը չի կարող մտնի քո փոխարեն չգիտեմ քո կեմպեյները հավաքի, ասենց ասած automation-ները, նույնիսկ կարծում եմ դեպի կարա հետո, հա, դեմ ասեմ չի լինի։ Համենայն դեպս ինքը լավ բան է ու շատ կարևոր է որ հիմիկվանից դա սկսել օգտագործել, որտեղ ծանոթանալով իրեն թե ինքը ոնց է աշխատում, ինչպես է կարող իրեն task-եր տաս, որ ինքը դա լուծի եւ քեզ ճիշտ է պատասխան տա, շատ կարևոր է։ Դրա համար կարող ChatGPT-ին ուսումնասիրեք, այնտեղ շատ բաներ կա, ու ես կարելի ասեմ 2 ամիս է որ ցած բզբզում եմ արդեն։ SEO-ի մեջ լիքը բան է փոխվել, ChatGPT-ին շատ բան փոխել է, ավելի հեշտացրել է, իսկ total digital marketing-ի մեջ գործիքներ, օրինակ մենք հիմա կարող չանենք եւ իրան ասենք անի, հələ որ այդպես բան չեմ նկատել, հա, կարծում եմ ապրենք տեսնենք նարեկի ասածը ոնց է։ Ռոման, իսկ դուք ինչ կասեք, մասնագետները ինչպես կարող են AI-ը օգտագործել եւ դուք ձեր մասնագիտության մեջ դա ինչպես եք պատկերացնում։
ու իրականում այն ոնց կոնտենտը, որ ստեղծում է միջոցով ժողովուրդը, մանավանդ ChatGPT-ից հետո ինքը դեռ ունի էքսպերիմենտ ու տեստային փուլ անցնելու։ Ոչ թե որակի մասին է խոսքը, այլ օրինակ SEO-ի մասով նույն կոնտենտը դեռ պարզ չի, արդյոք rank կլինի, rank չի լինի, որտեղ կան մի кейսեր, երբ կայքը ահավոր շատ տրաֆիկ է սկսել ստանալ AI generated content-ից, ու կան кейսեր, երբ կայքը պրոստը Google-ի կողմից հավարժական penalty է ենթարկվել ու այլևս իրենք այդ դոմեյնով հնարավորություն չունեն ինչ-որ բան անելու։ Ու AI content-ը եղել է ահագին ժամանակա։ Լիքը գործիքներ են եղել, տարիներ շարունակ AI գործիքները կիրառվել են, ու այդ ընթացքում Google-ներ ու մնացած օրինակ search engine-ներն ինչ-որ սահմանափակումներ, ինչ-որ մոնիտորինգի, այսպես ասած, քայլեր մտցրել են ու էլի դրա արդյունքը դեռ ոչ մեկ չգիտի, ասենք 6 ամիս հետո քո կոնտենտը եկուզ AI generated, եթե անցնի Google-ի օրինակ նոր ալգորիթմի միջով, որտեղ իրանք շատ խիստ ստուգում են այդ կոնտենտը արդյոք AI-ն է գրել թե մարդը, որը չգիտեմ, Google ավելի արագ կլինի, որ կարողանա ստուգի, թե AI-ը այնքան կզարգանա, որ մարդու level-ին հասնի, մենք չգիտենք, բայց այդ ստուգումները անպայման կանխատեսվում են ու լինելու են, այսինքն պետքա չդնել էլի, օրինակ ես չգիտեմ որ ընկերությունն է, բայց ես օրինակ երբեք content department չի բանանի, փակի կամ այդպես դրիվ layoff չի անի այն բալագայում, երբ ես դեռ էքսպերիմենտ չեմ արել գոնե մի տարի, եթե ես ունեմ լուրջ օրինակ SEO նպատակներ։ Social media-ի մասով այդքան, չգիտեմ, copy-ների բանի հետ կապված ոնց որ այդքան խիստ չի դեռ, օրինակ social media-ն, հենց ինքը այդ տիպի չի վերահսկում, բայց Google-ը ահավորմաչ ուշադրություն է դարձնում, պետք է պրոստը զգուշանալ։ Ինչով կարող է մեզ օգնել ChatGPT-ին, սպառը ես ոչ մի կերպ չեմ կարող երբեք ասել, SMM ոլորտում, որն է դրա ճիշտ և նպատակային կիրառումը։ Իսկ թվում է կոնտենտը առաջնային կլինի ChatGPT-ի համար, այսինքն կոնտենտը կապված շատ խնդիրներ կարող լուծի, էլի ոնց նշեցի չի կարող մեր փոխարեն բազի գովազդների, չի կարող մեր փոխարեն չգիտեմ թարգետներ անել, այսինքն գովազդների ժամանակի մասն խոսում, բայց կոնտենտի հետ կապված լիքը խնդիր հաստատ կլուծի եւ keyword-երի մակարդակով օրինակ չգիտեմ Google-ում research-ի ապրում keyword-եր, եթե գտնես ու իրան ինչ-որ հանրություններ տաս ու ինքը այդ ինքի վրա կոնտենտ ստեղծի, միանշանակ կարող փոխի խստության տեսանկյունից Ռոմեն ասում որ այդքան է խիստ չի social media-ներում ենթադրում որ ստուգումներ չի լինելու, բայց եթե այդ խստությունը արդեն նույն Facebook-ի, Instagram ու պլատֆորմներ համեցին, կարծում ավելի դժվարանալու է եւ օգտագործել է։ Ինչ կարծիք ունեք կրիպտո արժույթի հայկական շուկայում նոր համակարգ ստեղծելու մասին։ Հետաքրքիր հարց է։ Կարծիք չկա։ Համակարգը մի քիչ բաց է, որ հասկանանք ինչ նկատի ունի համակարգ ասելը։ Ենթադրում եմ դիջիտալ մարքեթինգի կիրառությունը կրիպտոյի ոլորտում երևի թե ուրիշ բավականաչափ, այսինքն ակտիվություն արդեն կա cryptocurrency-ի մեջ, կարծում եմ դες ինչ-որ արդյունքներ տեսնենք հետագայում էլի։ Շատ կարճ ասեմ, ես գիտեմ, որ օրենքում կան լուրջ սահմանափակումներ այս մասով ու ոչ թե սահմանափակումներ, թե կարող եք ինչ-որ կրիպտո առնել, ծախել եւ այլն, այլ սահմանափակումներ կոնկրետ կրիպտոյի օրինակ գումար ստանալու կամ ինչ-որ կամփանի բանալու հետ, որովհետեւ շատ լուրջ կոնտրոլի տակ առնվում են кейսերը, երբ դուք ինչ-որ public գործունեություն եք ուզում ծավալեք այդ մասով։ Ու դրա համար որևէ ինչ-որ տենց կամփանի որպես այդպեսին չկա, որ որևէ տենց գործունեություն հասկացողն, սուտ օրենքը համակարգված չի այդ մասով, դրա համար իրանք հենց հիմնականում վախենում են ու թույլ չեն տալիս էլի ինչ-որ, որտեղ կրիպտո գիտեք, կարելի է շատ մեծ գումարներ բերել ու հարկ չվճարել օրինակ, որը քիչ։ Շատ լավ, եւ կարելի ասել վերջին հարցը, կնշեք հայկական շուկայում ձեր հաջողված քեյսերից մի քանիսը։ Այսինքն հայկական շուկայում գովազդային նույնիսկ դիջիտալ մարքեթինգի կիրառությամբ ձեր հաջողված քեյսերը։ Հիմնականում միջազգային շուկայի հետ է կապված, իսկ արտասահմանյան ամենամեծ հաջողված քեյսը կարծում եմ հետաքրքիր կլինի։ Շատ են անկեղծ ասած, եթե հետ կանք ոնց որ մեր ոլորտի crowdfunding-ի մարքեթինգին, այնց շատ դեպքեր ա եղել, որ միլիոնավոր դոլարներ են հավաքել, ռեկորդներ են խփել ու ստացել ենք այդ ոլորտի ոնց որ պատմական ամենաբարձր հավաքած գումարները, այդպես մինչև 5 միլիոն եւ ավելի գումար հավաքել ենք, ոնց որ որոնք այդպես բացարձակ ռեկորդ է համարվում այդ ոլորտում։
բայց այդ кейսերը բացելը մի 2 ժամ կնստենք։ Ինչի արդյունքում այդքան հաջողություն եղել։ Շատ լավ։ Ռոման, դուք ունեք հաջողված кейսեր, հայկական շուկայում կամ գուցե դրսում։ Հայկական շուկայում ես էլ չէ ճիշտ ասած, բայց դրսի շուկայի մասով Եկան այս մեր մասնագիտությունը մի քիչ SEO-ի ուղղությունը այնպեսին է, որ հաջողված кейսը ուղղակի լավ տրաֆիկ ունենալն է, այնց ինքը wow բան չկա, զուտ Random Forest-ի օրինակն է շատ լավ է էլի, որ Random Forest-ում մենք կարողացանք մոտ կարող չգիտեմ, դեռ ճիշտ եմ հիշում, առաջին կամպանիա Հայաստանից, որ այդքան շատ օրգանիկ տրաֆիկը կարողացել ստանա, որը առաջին 1 կամ 2 տարվա մեջ, այսինքն 16-17 թվականներին կազմում է ամսական 1 միլիոնից ավել օրգանիկ տրաֆիկ, այսինքն պրոստը Google-ի SEO-ից գեներացված, ու արդեն մնացածը ինչ-որ ստացվեց, անակ ստացվեց այնտեղ, երևի դա կնշեմ, այդպես ուրիշ չունեմ։ Տիգրան, դուք հայկական կամ դրսի։ Հայկական շատ խառ է, հիմնականում e-commerce-ներ կառուցեմ հայկական հետ կապված, չգիտեմ, երևի համարյա խանութ կամ e-commerce պլատֆորմ չկա, որ չեմ աշխատել հետները Հայաստանում, այդտեղ բավականաչափ, բայց շուտ բան եմ էլի, ասում եմ 17-18 թվականների, միջազգային շուկայում էլի e-commerce-ների վրա այդպես ուղղվածություն ունեցել Shopify պլատֆորմներ եմ ունեցել, BHG հետ եմ ժամանակին աշխատել, BHG.com տեխնիկայի կայքա, չգիտեմ, music industry-ում դեռ ժամանակին աշխատել, հիմա եմ նշեցի համագործակցություն այդպես Grammy արտիստների հետ, դա շատ կարամ հիշեմ, ուղղակի ոնց որ չէ կարևոր բաներ հիշեցի, ասացի, չեմ հիշում, էլի շատ բան եմ արել ժամանակին։ Շնորհակալություն։ Ինձ մոտ էլեկտրոնային հարցերը վերացել են, բայց ես ուզում եմ 3 հարցի հնարավորություն տալ, եթե ինչ-որ մեկը կցանկանա հիմա բեմից հնչեցնել, բեմ սխալ ասեցի, հանդիսատ տեսների մեջ, եթե կցանկանաք հնչեցնել, 3 հարցի հնարավորություն ունենք, եթե չէ, արդեն կավարտենք։ Ինչ-որ մեկը ցանկություն ունի հարց։ Նարեկ հարցը ձեզ, իսկ ինչ գործառույթ եք կատարում դուք կամ չեք անում, որպեսզի կանխեք ձեր մասնագիտական տեսանկյունից արհեստական ինտելեկտի գործոնը։ Հասկացա, մենք իրար օգտագործում ենք սենց ասեմ, այսինքն մենք ոչ թե իրար նայում ենք որպես վախենալու հնարավորություն կամ վախենալու միջոց, որից որ շատերը վախենում են, որ կարող է ինչ-որ մարդկանց փոխարինի, մենք ուղղակի շատ ակտիվ փորձում ենք իրան օգտագործենք ավելի մի քանի անգամ բազմապատկելու այն արդյունքները, որ մենք անում ենք, հա։ Ու մեր մոտ այսօր արդեն համարյա բոլոր դիպարտմենտներում, բոլոր բաժիններում է դառնա պարտադիր։ Նույնիսկ ամեն ամսական ավանդույթներ ունենք, երբ բոլոր ներկայացնում են ինչ-որ հետաքրքիր կիրառություններ, բայց ինքը պարտադիր բան է դարձել, որտեղ որ ամեն մասնագետ փորձում է գտնել իրան համապատասխան կիրառությունը, ես կարծում եմ, որ այս պարագայում վախենալու բան չկա։ Հարցակումը դավոտի պաշտպանություն։ Այդ հարց, բարև ձեզ, ես Ֆետան եմ, իմ հարցականներին հանում, արդյոք այս բարին մենք բոլորս հստակ գտնելով հանձնում ենք թվային մարքեթինգի պոտենցիալ տեսարան, թե AI-ի տեսարան ենք հանձնում, այսինքն AI-ի շնորհիվ մենք եկել ենք այստեղ, այդ դատան, որ հավաքել բերել, թե թվային մարքեթինգի շնորհիվ մենք բոլորս այսպես այստեղ լիանշանք հետաքրքիր է բոլորին դրա հետևանքով, բայց թվային մարքեթինգն է ազդեցնում ենք այստեղ, թե AI-ն է ազդեցնում։ Ես չգիտեմ, դուք ո՞նց եք եկել։ Ազդեց ձեր դրա որ եկել։ Ես զուտ իմ տրամաբանությամբ միանշանակ ինչ-որ դատա կա, որ հավաքվել է, ինչ-որ թիրախ կա, որ հավաքվել է, ուղարկվել է։ Այստեղ ես իմ կարծիքով երկուսը միանշանակ, թե թվային մարքեթինգը իմ կողմից շնորհիվ եւ թե artificial intelligence-ը, որովհետեւ կա հատուկ թիրախ միանշանակ, երիտասարդներ, ինչ-որ տարիքն է սահմանափակում եւ հետաքրքրվածություն, ինչպես ընկերության հետ կապված, նաեւ ընդհանրապես։ Այդպես կարծում երկուսը։ Ուզում եմ ուղղակի ձեր կարծիքը լսել, որպես Իրանը կոնկրետ գինի պատասխան։ Ոնց եկել եք ստացի կոդը։ Ոնց եկել եք պատմեց։ Եթե իրականում ինչ մոռանա,
AI կոմպոնենտը, որ փորձենք հասկանանք anyway որը կարող է եղած լինի, դա այն է, որ դուք ամեն օր օգտագործելով տարբեր հարթակներ ձևավորել եք որևէ հետաքրքրություն, որևէ persona եք դարձել այդ պլատֆորմների համար։ Ու online մարքեթինգն էլ այս ամենի օգնությամբ, այս կամպեյներով եւ այլն, չգիտեմ ես ոնց է արվել արշավները անհետքնես միջոցառման, բայց դրա արդյունքում էլ, բայց այդ ոնց որ AI-ը չէ, դուք եղել եք հետաքրքիր persona թիրախած միջոցառման ու դուք թիրախավորվել եք ինչ-որ ձև, դա էլ արդեն Մասնագիտական թվային մարքեթինգի մասնագիտական հարցն է, որ դուք որպես թվային մարքեթինգի մասնագետ իմանալով միանգամից կհասկանաք ոնց է կետերը, ոնց է ասել։ Ինձ հետաքրքիր է ոնց եք նայում LinkedIn-ը որպես բիզնեսի զարգացման գործիք ու LinkedIn Ads-ը Հայաստանի համար ինքը մնացած պլատֆորմների համար ավելի թանկ է բնականաբար ու իր արդյունավետությունը այնքան բարձր է, կոնվերսիան շատ բարձր է, մնացածի համար արժե այդքան փող ծախսել, թե այդպես ոչ։ Խոսքը հիմնականը e-commerce-ների հետ է կապված։ Ես զարգացավ ունեցնում։ LinkedIn-ը իհարկե ինչպես ամեն ինչ կախված է թիրախային խմբից ու թիրախային խմբի հետաքրքրություններից ու առաջնահերթություններից, այսինքն հիմա LinkedIn-ը ոչ թե պետք է դիտարկել LinkedIn-ը Հայաստանում թե չէ, այլ ձեր թիրախային խումբը LinkedIn-ում գտնվում է թե չէ, եթե ձեր թիրախային խումբը CEO-ներն են կամ executive manager-ներն են, ովքեր որ որոշակի առումով ակտիվ են LinkedIn-ում, ուրեմն պետք է օգտագործել LinkedIn-ը։ Հիմա ոնց է պետք է օգտագործել բացի օրգանիկ իհարկե ակտիվություններից, որ դուք կարող եք անել անվճար, ես մի հատ հեկ կարող եմ ասել, որը արժեքը կեժանացնի LinkedIn-ի գրվածների, որը գիտեք, որ Facebook-ում և Instagram-ում ավելի հեշտեղ դուք կարողանում գտնել մարդկանց, չէ, և թիրախավորել մարդկանց։ Դուք կարող եք Facebook-ից և Instagram-ից մարդկանց վերել ձեր կայք, հետո նրանց retarget անել LinkedIn-ով։ Նաև այլ սոցիալական հարթակներով, որ զգալիորեն ոչ միայն կեժանացնի ձեր մյուս ծախսերը, այլ նաև հնարավորություն գտնել ճիշտ մարդկանց, ու այդ գովազդը ցույց տալու ճիշտ մարդկանց, ու դուք արդեն կիմանաք, որ այն մարդիկ, ովքեր որ LinkedIn-ում են, այն մարդիկ են, որ դուք գտել եք Facebook-ից վերել եք ձեր մոտ։ Այո, արդեն ֆիլտրված։ Այդ կարծիք կա Ռոմանի փոխանցեք։ Շատ կարճ բան էլ հավելեմ, LinkedIn-ը լավագույն պլատֆորմն է ցանկացած մարդու position-ով իր առջև գովազդ ցույց տալու։ Միակն է երևի, որ կարող ես գրել օրինակ չգիտեմ, ես ուզում եմ 2 տարվա փորձ ունեցող կամ 2-ից ավել տարիների փորձ ունեցող այսինչ position-ի մարդուն, ենթադրենք մենեջերին ցույց տամ այսինչ գովազդը, որը օրինակ car industry-ից է, օրինակ չգիտեմ, մեքենա եք վաճառում, ենթադրենք, այդտեղ նաև financial state կարելի է որոշակի հաշվարկել այդ մարդու եւ այլն, այսինքն այդ մասերով էլ ինքը իդեալական է ու թանկության մասն էլ իրականում ոչ թե LinkedIn-ը թանկ է, այլ LinkedIn-ը մեկ-մեկ այնպես չի գործարկվում, որ ոնց պետք է գործարկվեր։ Օրինակ այնտեղ տենց մի քիչ միշտ մտածում եմ, ասես շրջոտ մարդիկ են, չէ՞, ինչ-որ LinkedIn դրել, Instagram-ան թե LinkedIn-ում ինչ ինչ-որ լուրջ դեմք է, դա այդպես չի իրականում։ LinkedIn-ում էլ մարդիկ իհարկե ավելի բիզնես ոնց որ հասարակությունն այսպես ասած օգտվում դրանից, բայց էլի ահագին բան փոխվել է լիքը, օրինակ Հայաստանից ուսանողներ կան, որ օգտվում են ու տարբեր տեսակի կոնտենտ են սպառում, ու էլի էքսպերիմենտն է, որ ձեր հարցի պատասխանը տալու է։ Կրեատիվի էքսպերիմենտ, տեքստի էքսպերիմենտ, թարգեթինգի եւ այլն, ուրիշ որևէ ինչ-որ տենց երևի բան գործ չի անցնում։ Շնորհակալություն ասենք մեր խոսնակներին, այսօրվա մասնագետ օգտագործեք ձեր պրակտիկայում, քանի որ մեր կոնֆերանսի նպատակը հենց դա է՝ մասնագետներին տալ ավելի նոր փորձ եւ ինչու՞ չէ նաեւ ավելի ճիշտ ուղու վրա դնել, որտեղ շատերիս մոտ պատկերացումները այն չեն, ինչ իրականություն